Նա ապրում էր ստվերում մի առանձնատան մեջ, որտեղ ոչ ոք նրան չէր նկատում։ Մինչ որ մի սխալ դուռ նրան դեմ առ դեմ կանգնեցրեց անհնարի հետ։ Այդ հայացքում ամեն ինչ փոխվեց, առանց որևէ խոսքի։ Եվ այն, ինչ ծնվեց այնտեղ, կարող է ամեն ինչ կործանել։ Հուսով եմ, որ ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Խանգարող ինչ-որ բան կար այդ առանձնատան լռության մեջ։ Դա ոչ միայն աղմուկի բացակայությունն էր, այլ մի տեսակ դատարկություն, որը արձագանքում էր լայն միջանցքներով, թանկարժեք արվեստի գործերով զարդարված սրահներով, հսկայական պատուհաններով, որոնք նայում էին կատարելապես խնամված այգուն։ Մարինեն ամեն օր զգում էր այդ դատարկությունը, այն օրվանից, երբ 6 ամիս առաջ այնտեղ էր եկել Երանի ծայրամասից, հին ճամպրուկով հույսով լի սրտով։ Նա չէր պատկերացնում, որ երեխաների խնամքը Երանի կենտրոն թաղամասի, Երանի էլիտար շրջանի, առանձնատանը այդքան մենակություն կլինի։ Երկվորյակներ Վալենտինան, Սոֆյան նրա միակ ուրախությունն էին։ 5 տարեկան երկու աղջիկներ, ոսկեգույն գանգուրներով ժպիտներով, որոնք լուսավորում էին ցանկացած միջավայր։ Մարինեն նրանց սիրում էր, կարծես իր սեփական աղջիկները լինեին, թե գիտեր, որ երբեք այդպես չի ընկալվի։ Աշխարհի համար նա ընդամենը դայակն էր։ Իսկ տիրոջ Ռուբեն Ալեքսանյանի, տեխնոլոգիական ոլորտի հաջողակ գործարարի համար, նա գործնականում անտեսանելի էր։ Ռուբենը 42 տարեկան էր, քունքերին մոխրագույն մազեր, որոնք նրան տարբերվող տեսք էին հաղորդում, կեցվածք, որը համատեղում էր իշխանությունը հոգնածության հետ։ Նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր քաղաքի կենտրոնի գրասենյակում, միլիոնավոր պայմանագրեր քննարկելով, միջազգային համագործակցություններ կնքելով։ Երբ տանն էր, նա նման էր էլեգանտ ուրվականի, որը շտապ անցնում էր սենյակներով, միշտ հեռախոսով, միշտ հեռու։ Հազիվ էր նայում իր աղջիկներին։ Իսկ Մարինեի մասին նա համոզված էր, որ նույնիսկ նրա ամբողջական անունը չգիտեր։ Ռուբենի հարսնացուն, Ֆլորա Խաչատրյանը, այլ հարց էր։ Երանի բարձր հասարակության շրջանակներում հայտնի սոցիալիստ Ֆլորան ուներ այն սառը հաշվարկված գեղեցկությունը, որը շաբաթական հաճախում է գեղեցկության սրահներ։ Անթերի շիկահեր, միշտ հագնված դիզայներական հագուստներով, նա առանձնատունը դիտում էր որպես բեմ, իսկ շրջապատի բոլորին, որպես իր սեփական ներկայացման կերպարներ։ Մարինեի հետ նա հատկապես դաժան էր, թե նրբորեն։ Երբեք չէր բղավում, երբեք բացահայտ չէր վիրավորում, բայց հատուկ տաղանդ ուներ նրան փոքր զգալու համար, ընդամենը արամարական հայացքով կամ թվացյալ անմեղ մեկնաբանությամբ։ Մարինեն ապրում էր առանձնատան հետնամասում վերանորոգված գցակառույցում։ Դա վատ չէր, բայց հեռու էր։ Երեկոյան, երբ աղջիկները քնում էին, տունը լիակատար լռության մեջ էր, նա ավելի մենակ էր զգում իրեն, քան երբը։ Նրա սենյակը պարզ էր, մեկտեղանոց մահճակալով, փոքր պահարանով պատուհանով, որը նայում էր առանձնատունը շրջապատող բարձր պարսպին։ Նա գիշերներն անցկացնում էր, կարդալով էժանագին վեպեր, որոնք գնում էր անկյունի հին գրքերի խանութից, երազելով այլ կյանքի մասին, մի կյանքի, որտեղ նրան կտեսնեին, որտեղ նա կարոր կլիներ։ Մարինեի առօրյան խիստ էր, ճշգրիտ ժամացույցի նման։ Առավոտյան ժամը 6-ին արթնանում էր, պատրաստում աղջիկների նախաճաշը, տանում նրանց մասնավոր դպրոց, որտեղ սովորում էին, վերցնում ժամը 3-ին, վերահսկում տնային առաջադրանքները, խաղում նրանց հետ այգում, պատրաստում ընթրիքը, լողացնում, քնեցնում ճիշտ ժամը 8-ին։ Հետո վերադառնում էր իր սենյակ անհետանում մինչ հաջորդ առավոտ։ Ռուբենը հազվադեպ էր ներկա լինում այս առօրյայում։ Ֆլորան, երբ հայտնվում էր, միայն աղջիկներով էր հետաքրքրվում, երբ հյուրեր կային տպավորելու համար։ Բայց լինում էին պահեր, երբ Մարինեն զգում էր Ռուբենի հայացքն իր վրա։ Դրանք կարճ էին, գրեթե աննկատելի։ Մի անգամ նա երկվորյակների հետ այգում էր, սովորեցնում էր նրանց ծաղկեպսակ պատրաստել, նկատեց, որ նա նրանց դիտում էր աշխատասենյակի պատուհանից։ Մեկ այլ անգամ, ընթրիքի ժամանակ, նա հյութ մատուցեց աղջիկներին, զգաց նրա հայացքի ծանրությունը, կարծես նա իսկապես առաջին անգամ էր տեսնում նրան։ Մարինեն միշտ արագ շեղում էր հայացքը, վախենալով, որ դա ինչ-որ բան կնշանակի, վախենալով, որ ոչինչ չի նշանակի։ Հոկտեմբերի 3-րդ շաբաթում Ռուբենը հայտարարեց, որ շքեղ երեկույթ է կազմակերպելու առանձնատանը։ Դա նրա ընկերության միաձուլումն ամերիկյան բազմազգ ընկերության հետ նշելու համար էր, մի գործարք, որը նրան ավելի հարուստ կդարձներ, քան արդեն կար։ Ֆլորան մոլուցքային ոգորությամբ ստանձնեց նախապատրաստական աշխատանքների ղեկավարումը, վարձելով դիզայներներ, շեֆ-խոհարարներ, երաժիշտներ։
Առանձնատունը վերածվեց վերահսկվող շինհրապարակի, մարդիկ ներս ու դուրս էին գալիս, տարածքները վերածելով էլ ավելի շքեղ անձնավորված մի բանի։ Մարինեին հրահանգվեց աղջիկներին հեռու պահել այդ ամենից։ Նա այդ օրերն անցկացրեց Վալենտինայի Սոֆիայի հետ փակված նրանց սենյակում, հեքիաթներ հորինելով, նկարներ անելով, կոնստրուկտորի բլոկներից ամրոցներ կառուցելով։ Երկվորյակները կարոտում էին հորը, բայց արդեն սովոր էին նրա բացակայությանը։ Մարինեն փորձում էր փոխհատուցել ամբողջ սիրով, որը կարող էր տալ, բայց գիտեր, որ դա նույնը չէր։ Երեկույթի գիշերը առանձնատունն անճանաչելի էր։ Ոսկեգույն լույսերը լուսավորում էին այգին, նվագախումբը նվագում էր գլխավոր սրահում, մատուցողները շրջում էին շամպայնով նրբաճաշակ կանապեներով, լիսկ ուտեղներով։ Մարինեն աղջիկներին ավելի շուտ էր քնեցրել, հստակ հրամաններ էր ստացել չհայտնվել միջոցառման ընթացքում։ Նա պետք է մնար իր սենյակում, անտեսանելի, ինչպես միշտ։ Բայց ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Մարինեն մոռացել էր իր համազգեստը դրսի պարանին, օժանդակ խոհանոցի մոտ։ Ժամը 10 էր, երբ նա հասկացավ։ Երեկույթը իր գագաթնակետին էր, նրան հաջորդ օրվա համար մաքուր համազգեստ էր պետք։ Հին լոգանքի խալաթով փաթաթված, մազերը դեռ թաց, լոգանքից հետո նա որոշեց ռիսկի դիմել։ Նա դուրս եկավ կցակառույցից հետնամասով, անցավ այգին ստվերում, վերցրեց համազգեստը հետ վազեց։ Նա գրեթե հասել էր իր սենյակ, երբ նկատեց, որ դուռը կիսաբաց է թողել։ Առանց շատ մտածելու, նա հրեց այն մտավ։ Ինչը նա չգիտեր, այն էր, որ կցակառույցի վերջին վերանորոգման ժամանակ դռների համարակալումը փոխվել էր։ Նա մտել էր սխալ սենյակ։ Եվ մենակ չէր։ Ռուբենն այնտեղ էր, մեջքով դեպի դուռը, հոգնած շարժումներով հանելով փողկապը։ Նա մի քանի րոպեով հեռացել էր երեկույթից, կարիք ունենալով լռության պահի, հեռու կեղծ ժպիտներից, դատարկ զրույցներից։ Նա ընտրել էր այդ սենյակը, քանի որ կարծում էր, որ դատարկ է, հյուրասենյակներից մեկը, որոնք հազվադեպ էին օգտագործվում։ Երբ լսեց դուռը բացվելիս, շրջվեց։ Եվ տեսավ նրան։ Մարինեն կանգնած էր մուտքի մոտ, թաց համազգեստը ձեռքերում, մուգ մազերը ուսերին թափված, աչքերը լայն բացված, զարմանքից։ Հին ու մաշված լոգանքի խալաթը ինչ-որ կերպ չէր նվազեցնում նրա բնական գեղեցկությունը, այն պարզ ու անկեղծ գեղեցկությունը, որը դիմահարդարման կամ թանկարժեք հագուստի կարիք չուներ։ Մի վայրկյան, գուցե երկու, նրանք պարզապես նայեցին միմյանց։ Խոսքեր չկային, բացատրություններ չկային, միայն այդ պահը, ժամանակի մեջ կախված, որտեղ ամեն ինչ փոխվեց։ Մարինեն առաջինը արձագանքեց։ Կակազեց ներողություն, ինչ-որ բան սխալ սենյակ մտնելու մասին, դուրս վազեց, փակելով դուռը իր հետից։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա կարծում էր, թե երեկույթի բոլորը կարող էին լսել դա։ Նա փակվեց իր իսկական սենյակում, հենվեց դռանը, սահեց ներք, հատակին, դողալով։ Նա չգիտեր, ամոթից էր, վախից, թե ինչ-որ բանից, որին չէր կարող անուն տալ։ Ռուբենը մի քանի րոպե կանգնած մնաց դատարկ սենյակի մեջտեղում։ Ինչ-որ բան էր կոտրվել նրա ներսում, մի պատնեշ, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Առաջին անգամ տարիների, գուցե տասնամյակների ընթացքում, նա իսկապես մեկին տեսել էր։ Ոչ թե աշխատակցի, ոչ թե անտեսանելի ներկայության, որը խնամում էր իր աղջիկներին, այլ կնոջ։ Գեղեցիկ, իրական, խոցելի կնոջ։ Եվ այդ կարճ պահը նման էր խորը քնից արթնանալուն։ Նա վերադարձավ երեկույթին, բայց նրա միտքն այլ տեղ էր։ Ֆլորան անմիջապես նկատեց փոփոխությունը։ Նա 6-րդ զգայարան ուներ այդ հարցերում, լարված ռադար, իր տարածքին սպառնացող ցանկացած վտանգ հայտնաբերելու համար։ Նա մնաց նրա թին կպած ամբողջ գիշեր, ներկայություն ցույց տալով, ժպտալով հյուրերին, մինչ նրա աչքերը կասկածանքով էին փայլում։ Մարինեն այդ գիշեր չքնեց։ Նա պառկած էր մահճակալին, նայելով առաստաղին, անվերջ անգամներ վերապրելով այդ պահը։ Նրա աչքերը։ Այն ձը, թե ինչպես էր նայել նրան։ Ոչ թե արամարանքով, ոչ թե անտարբերությամբ, այլ ինչ-որ բանով, որը զարմանք էր թվում, հիացմունք նույնիսկ։ Նա իրեն նախատեց այդպես մտածելու համար։ Դա ծիծաղելի էր։ Նա դայակն էր։ Նա միլիոնատեր տերն էր, հարսնացու ունեցող շքեղ կնոջ։ Դա ոչինչ չէր նշանակում։ Չէր կարող ոչինչ նշանակել։ Բայց նշանակում էր։ Հաջորդ օրերին ամեն ինչ փոխվեց նրբորեն միաժամանակ ինտենսիվորեն։ Ռուբենը սկսեց ավելի հաճախ հայտնվել տանը։
Նա չեղարկեց հանդիպումները, հետաձգեց պարտավորությունները, պատրվակներ հորինեց առանձնատան գրասենյակում աշխատելու համար։ Նա սկսեց միանալ աղջիկների ընթրիքին, ինչը նախկինում հազվադեպ էր անում։ Նա նստում էր սեղանի շուրջ, հարցեր էր տալիս նրանց օրվա մասին, ժպտում էր նրանց պատմություններին։ Եվ նրա աչքերը միշտ գտնում էին Մարինեի աչքերը, թեկուզ ընդամենը մեկ վայրկյանով։ Մարինեն փորձում էր իրեն նորմալ պահել, բայց դա անհնար էր։ Նա իրեն չափազանց գիտակցում էր իր յուրաքանչյուր շարժումը, երբ նա մոտ էր։ Երկու անգամ այրեց բրինձը։ Թափեց մի բաժակ հյութ։ Ընկավ իր ոտքերի վրա, աղանդեր մատուցելիս։ Երկվորյակները ծիծաղելի էին համարում, ծիծաղելով նրա անճարակությունների վրա։ Ռուբենը նույնպես ժպտում էր, բայց դա այլ ժպիտ էր, լի ինչ-որ բանով, որը Մարինեն չէր կարողանում վերծանել։ Ֆլորան նույնպես սկսեց ավելի հաճախ հայտնվել։ Հանկարծ նա միշտ առանձնատանն էր, միշտ կպած Ռուբենին, միշտ սուր հայացքներ նետելով Մարինեի ուղղությամբ։ Նա սկսեց ավելի հաճախ հրամաններ տալ դայակին, միշտ Ռուբենի ներկայությամբ, միշտ հիշեցնելով բոլորին, թե ով որտեղ էր այս հիերարխիայում։ Մի կեսօր, երբ Մարինեն աղջիկների հետ խաղում էր հյուրասենյակում, Ֆլորան մտավ երկու նույնքան էլեգանտ ընկերուհիների ուղեկցությամբ։ Նրանք քննարկում էին հարսանիքը, որը նշանակված էր 6 ամիս հետո։ Ֆլորան բարձր էր խոսում, հստակորեն ցանկանալով, որ Մարինեն լսի յուրաքանչյուր բառ։ Նա խոսում էր Իտալիայից բերված զգեստի մասին, Երանի ամենաէքսկլյուզիվ ակումբում կայանալիք երեկույթի մասին, Դուբայում անցկացվելիք մեղրամիսի մասին։ Մարինեն վերցրեց աղջիկներին դուրս եկավ սենյակից, զգալով այդ բառերի ծանրությունը, կարծես քարեր լինեին իր կրծքի վրա։ Իհարկե, նա ամուսնանալու էր։ Իհարկե, այդ պահը ոչինչ չէր նշանակել։ Նա հիմար էր, որ որե հույս էր սնուցել, որքան էլ կարճատ լիներ։ Բայց հետո, հաջորդ շաբաթ, ինչ-որ բան պատահեց, որին նա չէր սպասում։ 5 շաբթի կեսօր էր։ Աղջիկները բալետի դասին էին, Մարինեն օգտվեց առիթից, կարգի բերելու մառանը։ Նա ծնկաչոք էր հատակին, կարգավորելով մթերքի տարաները, երբ լսեց քայլեր խոհանոց մտնելիս։ Կարծեց, թե տնային տնտեսուհին է, բայց երբ վեր բարձրացրեց աչքերը, դա Ռուբենն էր։ Նա վերնաշապիկի թքերը ծալած էր, փողկապը թուլացրած, կարծես նոր էր երկար հանդիպումից դուրս եկել։ Ձեռքերում սուրճի բաժակ էր բռնած, զարմացած էր թվում, որ նրան այնտեղ է գտել, թե խոհանոցը հենց այնտեղն էր, որտեղ նա պետք է ակնկալեր գտնել նրան։ Բար, ասաց նա, նրա ձայնը տարօրինակ կերպով տատանվող էր թվում։ Բարի կեսօր, պարոն Ալեքսանյան, պատասխանեց Մարինեն, արագ վեր կենալով ձեռքերը սրբելով գոգնոցին։ Ռուբեն, ուղեց նա։ Կարող ես ինձ Ռուբեն կանչել։ Մարինեն թարթեց աչքերը, զարմացած։ Լավ, մրմնջաց նա։ Անհարմար լռություն տիրեց։ Նա մի կում սուրճ խմեց, նա նորից սկսեց դասավորել տարաները, բայց նրա շարժումները անճարակ էին, նյարդային։ Նա զգում էր նրա աչքերն իր վրա, դա ստիպում էր նրան ներսից դողալ։ Աղջիկները լավ են։ Հարցրեց նա վերջապես։ Շատ լավ են։ Այսօր շատ ուրախ են բալետի դասի համար։ Նա գլխով արեց, բայց չշարժվեց։ Մարինե, սկսեց նա, այն պարզ փաստը, որ նա գիտեր նրա անունը, շունչը կտրեց նրանից։ Ես ուզում էի շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնել։ Խնամքի համար, որ ունես նրանց նկատմամբ։ Վալենտինայի, Սոֆիայի։ Նա դադարեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Ես գիտեմ, որ շատ ներկա չեմ։ Շատ եմ աշխատում, շատ հեռու եմ մնում։ Բայց գիտեմ, որ նրանք երջանիկ են քո շնորհիվ։ Մարինեն զգաց, որ աչքերը ցավում են։ Նա դրան չէր սպասում։ Չէր սպասում, որ կճանաչվի, կտեսնվի։ Ես սիրում եմ նրանց, ասաց նա պարզապես, դա ամենամաքուր ճշմարտությունն էր, որ նա երբե ասել էր իր կյանքում։ Ես գիտեմ, պատասխանեց Ռուբենը, նրա ձայնում ինչ-որ մելանխոլիկ բան կար։ Ես տեսնում եմ։ Նրանք նորից նայեցին միմյանց, Մարինեն զգաց, որ օդը ծանրացավ նրանց միջ, լի այն ամենով, ինչը չէր կարող ասվել։ Ռուբենը մի քայլ առաջ արեց, Մարինեն շունչը պահեց, բայց հետո նրանք լսեցին Ֆլորայի ձայնը, որը վերի հարկից բղավում էր նրա անունը։ Կախարդանքը խախտվեց։ Ռուբենը հետ քաշվեց, ձեռքով անցկացնելով մազերի վրայով, հիասթափության ժեստով։ Նա հրաժեշտի խոսք մրմնջաց դուրս եկավ խոհանոցից, Մարինեին մենակ թողնելով արագացած սրտով այն զգացումով, որ ինչ-որ անխուսափելի բան էր կատարվելու։ Ֆլորան րոպեներ անց իջավ աստիճաններով։
Երբ անցավ խոհանոցով տեսավ Մարինեին, կանգնեց դռան մոտ։ Նրա աչքերը սառն էին, սառույցի պես։ Դուք շատ հարմարավետ եք թվում այստեղ, ասաց նա, ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Ես պարզապես մառանն էի կարգի բերում, տիկին։ Ֆլորան մտավ խոհանոց, շրջելով Մարինեի շուրջը, ինչպես գիշատիչ։ Լավ է հիշել, թե որն է ձեր տեղը այս տանը։ Դուք աշխատակից եք։ Վճարվում եք երեխաներին խնամելու համար։ Ուրիշ ոչինչ։ Նա ավելի մոտեցավ։ Եվ նույնիսկ եթե դուք որը հիմար ֆանտազիա ունեք ձեր գլխում, իմացեք, որ երբեք դրանից ավելին չեք լինի։ Մարինեն զգաց, որ դեմքը այրվում է, բայց գլուխը բարձր պահեց։ Ես ֆանտազիաներ չունեմ, տիկին։ Ես հստակ գիտեմ, թե որն է իմ տեղը։ Ֆլորան ծիծաղեց, առանց հումորի։ Շատ լավ, որովհետև ես հետում եմ ձեզ։ Եվ հավատացեք, սիրելիս, դուք չեք ուզում ինձ թշնամի ունենալ։ Նա հաստատուն քայլերով դուրս եկավ խոհանոցից, թողնելով թանկարժեք օծանելիքի հետ քողարկված սպառնալիքներ։ Մարինեն հենվեց սեղանին, դողալով։ Իրավիճակը վտանգավոր էր դառնում, նա գիտեր դա։ Նա պետք է հրաժարական տար, հեռանար, մինչ որ վնասվեր։ Բայց երկվորյակներին թողնելու, այդ տունը թողնելու, նրան թողնելու գաղափարը չափազանց անտանելի էր։ Այդ գիշեր, աղջիկներին քնեցնելուց հետո, Մարինեն դուրս եկավ այգի։ Նրան մաքուր օդ էր պետք, պարզություն։ Նա նստեց քարե նստարանին, լուսավորված շատրվանի մոտ փակեց աչքերը, փորձելով կարգի բերել շփոթված մտքերը։ Ես չեմ կարող դա անել, մրմնջաց նա իրեն։ Ես չեմ կարող սիրահարվել նրան։ Բայց ճշմարտությունը, կոշտ ու անխուսափելի, այն էր, որ դա արդեն տեղի էր ունեցել։ Ինչ-որ պահի, լուռ ընթրիքների, գողացված հայացքների այն գիշերվա միջ, երբ նա իսկապես տեսել էր նրան, նա սիրահարվել էր Ռուբեն Ալեքսանյանին։ Եվ դա պատրաստվում էր կործանել նրան։ Ինչը Մարինեն չգիտեր, այն էր, որ վերի հարկում, աշխատասենյակի վարագույրների հետում, Ռուբենը նույնպես նայում էր այգուն։ Նայում էր նրան։ Եվ առաջին անգամ իր կատարելապես պլանավորված վերահսկվող կյանքում նա չգիտեր, ինչ անել։ Չգիտեր, ինչպես պայքարել այն զգացմունքի դեմ, որն ուներ։ Չգիտեր, արդյոք պետք է պայքարեր։ Լուր առանձնատունը գաղտնիքներ էր պահում, որոնք շուտով այլս չէին կարող զսպվել։ Եվ բոլորի ճակատագիրը պատրաստվում էր ընդմիշտ փոխվել։ Ասեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Հաջորդ օրերը լուր տանջանք էին։ Մարինեն բաժանված էր հեռավորություն պահելու պարտականության մագնիսական ուժի մեջ, որը նրան քաշում էր դեպի Ռուբենը։ Ամեն անգամ, երբ նա մտնում էր սենյակ, կարծես օդը փոխվում էր, դառնում ավելի խիտ, ավելի լիցքավորված։ Նա փորձում էր կենտրոնանալ աղջիկների, իր պարտականությունների վրա, բայց անհնար էր անտեսել նրա ներկայությունը։ Ռուբենը նույնպես փոխվել էր։ Նրա մտերիմ ընկերները, այն քչերը, ովքեր ճանաչում էին հաջողակ գործարարի հետում կանգնած մարդուն, ինչ-որ այլ բան էին նկատում։ Նա ավելի շեղված էր հանդիպումներում, ավելի անհամբեր սոցիալական կյանքի մանրուքների նկատմամբ։ Պողոսը, նրա կրտսեր եղբայրը ընկերության գործընկերը, ճաշի ժամանակ նշեց, որ Ռուբենը կարծես ամպերի մեջ էր։ Ինչ-որ բան կա՞, հարցրեց Պողոսը, ծամելով իր սթեյքը կարտոֆիլի հետ։ Դուք վերջերս մի տեսակ բացակա եք։ Ռուբենը առանց մեծ ախորժակի խառնեց իր ուտելիքը։ Պարզապես աշխատանքային սթրես։ Պողոսը համոզված չթվաց, բայց չպնդեց։ Նա բավականաչափ լավ էր ճանաչում իր եղբորը, որպեսզի իմանար, թե երբ նա չէր ուզում խոսել ինչ-որ բանի մասին։ Բայց նրա աչքերում անկեղծ անհանգստություն կար։ Իսկ հարսանիքը։ Ֆլորան իմ կնոջը լցրել է երեկույթի մանրամասներով։ Կարծես այն տարվա իրադարձությունը լինելու է։ Այո, մրմնջաց Ռուբենը, առանց ոգորության։ Դուք այդքան էլ ոգորված չեք թվում ինչ-որ մեկի համար, ով մի քանի ամսից ամուսնանալու է։ Ռուբենը բարձրացրեց աչքերը, մի պահ Պողոսը այնտեղ ինչ-որ բան տեսավ, որը նրան զարմացրեց։ Կասկած։ Վախ։ Շփոթություն։ Բայց մինչ նա կհասցներ ինչ-որ բան հարցնել, Ռուբենը փոխեց թեման, նորից խոսելով բիզնեսի մասին, այն պրոֆեսիոնալ դիմակով, որը նա այդքան լավ էր կրում։ Առանձնատանը լարվածությունն աճում էր օրեցօր։ Ֆլորան սկսեց ավելի հաճախ այնտեղ քնել, միշտ մնալու համար պատրվակներ գտնելով։
Նա իրեն պահում էր, կարծես արդեն տան տիրուհին լիներ, հրամաններ տալով ծառաներին, փոխելով դեկորը, վերադասավորելով կահույքը։ Եվ միշտ աչք էր պահում Մարինեի վրա։ Մարինեն փորձում էր դառնալ նույնիսկ ավելի անտեսանելի, քան արդեն կար։ Նա մտնում էր սենյակներ միայն անհրաժեշտության դեպքում, խուսափում էր ցանկացած տեղից, որտեղ Ռուբենը կարող էր լինել, բացառապես կենտրոնացած էր երկվորյակների վրա։ Բայց որքան նա փորձում էր հեռանալ, այնքան նա թվում էր, թե փնտրում էր նրա ներկայությունը։ Կարծես նրանք փակված լինեին վտանգավոր բարի մեջ, որտեղ յուրաքանչյուր շարժում պետք է զգուշորեն հաշվարկվեր, չբացահայտելու շատ բան, չանցնելու այն անտեսանելի գիծը, որը նրանց բաժանում էր։ Շաբաթ կեսօրին Ֆլորան Ռուբենին քաշեց Երանի կենտրոնում կայանալիք բարեգործական միջոցառման։ Աղջիկները մնացին Մարինեի հետ, շաբաթների ընթացքում առաջին անգամ առանձնատանը խաղաղություն էր։ Նրանք կեսօրն անցկացրին խոհանոցում թխվածքաբլիթներ պատրաստելով, մի գործունեություն, որը խոհանոցը թողեց անկարգ, իսկ երեքին ալյուրով պատված, բայց երջանիկ։ Վալենտինան, երկվորյակներից ամենախոսունը, լիզեց խմորի գդալը, նայեց Մարինեին այդ մեծ ու հետաքրքրասեր աչքերով։ «Մարինե, դու մի օր կամուսնանաս»։ Մարինեն ժպտաց, աղջկա քթից մի քիչ ալյուր մաքրելով։ «Միգուցե մի օր»։ «Ինչու»։ «Որովհետև մենք ուզում էինք, որ դուք ընդմիշտ մնաք մեզ հետ», լրացրեց Սոֆյան, միշտ ավելի ամաչկոտ, քան քույրը։ «Ես կմնամ», խոստացավ Մարինեն, զգալով, որ սիրտը սեղմվում է։ «Ես կխնամեմ ձեզ այնքան ժամանակ, որքան ձեզ պետք կլինեմ։ Բայց երբ դուք ամուսնանաք, մենք չենք կարողանա ձեզ հետ գնալ», ասաց Վալենտինան մանկական տրամաբանությամբ, որը միաժամանակ քաղցր էր կործանարար։ Մարինեն չգիտեր, ինչ պատասխանել։ Նա ուժեղ գրկեց երկու աղջիկներին, թաքցնելով արցունքները, որոնք սպառնում էին թափվել։ Ինչպես բացատրել 5 տարեկան երեխաներին, որ նա երբեք չի ունենա այնպիսի կյանք, ինչպիսին նրանք պատկերացնում էին իր համար։ Որ երբեք չի ունենա հեքիաթային հարսանիք, սեփական ընտանիք։ Որ նա ծնվել էր մի աշխարհում, որտեղ իր նման մարդիկ չէին հասնում երջանիկ ավարտի։ Նրանք ավարտեցին թխվածքաբլիթները, մուլտֆիլմ էին դիտում հյուրասենյակում, երբ լսեցին դիմացի դռան բացվելը։ Շատ շուտ էր Ռուբենի Ֆլորայի վերադառնալու համար։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է, երբ տեսավ միայն Ռուբենին մտնելիս, փողկապը քանդված, պիջակը ուսին գցած։ Նա հոգնած էր թվում։ Եվ զայրացած։ «Հայրիկ»։ Երկվորյակները միաձայն բղավեցին, վազելով գրկելու նրան։ Ռուբենը ժպտաց առաջին անգամ մտնելուց ի վեր, ծնկի իջնելով, դուստրերին գրկելու համար։ «Բար, իմ արքայադուստրեր։ Կարոտել էի։ Մենք թխվածքաբլիթներ ենք պատրաստել», հպարտորեն հայտարարեց Վալենտինան։ «Իսկապես։ Կարող եմ համտեսել»։ Աղջիկները նրան քաշեցին խոհանոց, բլբլալով իրենց անցկացրած կեսօրվա մասին։ Մարինեն նրանց հետեց անվտանգ հեռավորությունից, չիմանալով, արդյոք պետք է հեռանար, թե մնար։ Վերջիվերջո նա մնաց հենված դռան շրջանակին, դիտելով, թե ինչպես է Ռուբենը ուտում թխվածքաբլիթները, չափազանցված գովեստներ անում, որոնք ծիծաղեցնում էին աղջիկներին։ Հենց այդ ժամանակ նա նայեց նրան, իր դուստրերի ոսկեգույն գլուխների վրայով, նրանց աչքերը հանդիպեցին։ Այդ հայացքում ինչ-որ խոցելի բան կար, ինչ-որ կորած բան։ Մարինեն զգաց, որ հողը սահում է ոտքերի տակից։ «Որտեղ է տիկին Խաչատրյանը»։ Նա հասցրեց հարցնել, խախտելով պահը։ Վերադարձավ իր բնակարան։ Գլխացավ ուներ, պատասխանեց նա, նրա ձայնում թեթացման երանգ կար, որը աննկատ չմնաց։ Հաջորդ ժամերը տարօրինակ էին միաժամանակ լավագույնները, որ Մարինեն ունեցել էր շաբաթների ընթացքում։ Ռուբենը նրանց հետ մնաց ընթրիքի համար, օգնեց լողացնել աղջիկներին, հեքիաթներ կարդաց քնելուց առաջ։ Կարծես նա փորձում էր վերականգնել կորցրած ամբողջ ժամանակը, փորձելով լինել այն հայրը, որը գիտեր, որ պետք է լիներ։ Երբ երկվորյակները վերջապես քնեցին, ժամը արդեն 9-ից անց էր։ Մարինեն կարգավորում էր հյուրասենյակում ցրված խաղալիքները, երբ Ռուբենը իջավ աստիճաններով։ Նա հանել էր իր վերնաշապիկը հագել պարզ շապիկ, դառնալով ավելի անկաշկանդ, ավելի մարդկային, քան Մարինեն երբևէ տեսել էր նրան։ «Շնորհակալություն», ասաց նա մեղմորեն։ Մարինեն շփոթված նայեց նրան։ «Ինչի՞։ Համար։ Նրանց խնամելու համար։ Նրանց սիրելու համար։ Լինելու համար այն ամենը, ինչ ես չեմ կարող լինել»։ Նա չգիտեր, ինչ ասել։
Ռուբենը մոտեցավ, Մարինեն զգաց, որ իր մարմնի յուրաքանչյուր մկան լարվում է։ Նա կանգնեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա, պահպանելով անվտանգ հեռավորություն, բայց նրա աչքերի ինտենսիվությունը վերացնում էր նրանց միջ եղած ցանկացած տարածություն։ «Ես պետք է ձեզ մի բան հարցնեմ», ասաց նա, ձայնը խռպոտ։ «Եվ ես պետք է, որ դուք ինձ հետ անկեղծ լինեք»։ Մարինեն գլխով արեց, անկարող խոսելու։ «Ինչ զգացիք այդ գիշեր, երբ սխալմամբ մտաք սենյակ»։ Մարինեն զգաց, որ դեմքը այրվում է։ «Ես չգիտեմ, ինչի մասին եք խոսում»։ «Ստախոս», ասաց նա, բայց նրա ձայնում զայրույթ չկար։ Միայն տխրություն։ «Ես ինչ-որ բան զգացի։ Ինչ-որ բան, որը չպետք է զգայի։ Եվ այդ ժամանակվանից չեմ կարող դադարել մտածել դրա մասին։ Ձեր մասին, պարոն Ալեքսանյան»։ «Ռուբեն։ Իմ անունը Ռուբեն է։ Եվ ես պետք է իմանամ, արդյոք ես միայնակ եմ խելագարվում, թե դուք նույնպես զգում եք դա»։ Մարինեն փակեց աչքերը, պայքարելով արցունքների դեմ։ «Մենք չենք կարող այս խոսակցությունը ունենալ։ Դուք ամուսնանալու եք։ Ես ձեզ համար եմ աշխատում»։ «Սա սխալ է», լրացրեց նա։ «Ես գիտեմ։ Հավատացեք, ես գիտեմ։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ ես չեմ կարող ձեզ հանել իմ գլխից։ Որ ամեն անգամ, երբ մտնում եմ այս տուն, փնտրում եմ ձեզ։ Որ տարիներ շարունակ առաջին անգամ ես իսկապես կենդանի եմ զգում ինձ, դա ձեր շնորհիվ է»։ Մարինեն բացեց աչքերը, արցունքները վերջապես թափվեցին։ «Խնդրում եմ, մի արեք դա։ Մի դժվարացրեք դա ավելի, քան արդեն կա»։ «Ուրեմն դուք զգում եք», մրմնջաց Ռուբենը, մի քայլ առաջ անելով։ «Ես գիտեի»։ «Կարևոր չէ, թե ինչ եմ զգում», ասաց Մարինեն, ձայնը կոտրված։ «Դուք ամուսնանալու եք Ֆլորայի հետ։ Եվ ես դայակն եմ։ Դրանից ոչինչ չի կարող ստացվել։ Դա միայն կվնասի բոլորին։ Իսկ եթե ես չամուսնանամ»։ Մարինեն շոկի մեջ նայեց նրան։ «Ինչ։ Իսկ եթե ես խզեմ նշանադրությունը։ Իսկ եթե ես ընտրեմ դա։ Ընտրեմ ձեզ։ Դուք խելագարված եք։ Ամբողջ հասարակությունը կխոսի ձեր մասին։ Ձեր հեղինակությունը։ Ինձ չի հետաքրքրում», ասաց Ռուբենը այնպիսի ինտենսիվությամբ, որը նրան վախեցրեց։ «Հասկանում եք։ Ես ամբողջ կյանքում արել եմ այն, ինչ ակնկալվում էր ինձնից։ Երիտասարդ տարիքում ամուսնացա, որովհետև դա ճիշտ էր։ Կայսրություն կառուցեցի, որովհետև դա էր իմ հայրը ակնկալում։ Նշանադրվեցի Ֆլորայի հետ, որովհետև նա հարմար ընտրություն էր։ Բայց ես հոգնել եմ ապրել մի կյանք, որը իմը չէ»։ Ռուբեն։ Նաս մեկ քայլ արեց, հիմա նրանք այնքան մոտ էին, որ Մարինեն կարող էր զգալ նրանից բխող ջերմությունը։ «Իմ կյանքում առաջին անգամ ես ինչ-որ բան եմ ուզում, որովհետև ես եմ ուզում։ Ոչ թե որովհետև ակնկալվում է, ոչ թե որովհետև հարմար է։ Եվ այն, ինչ ես ուզում եմ, դուք եք»։ Մարինեն դողում էր։ Նրա ամբողջ էությունը ցանկանում էր իրեն նետել նրա գիրկը, այո ասել այն ամենին, ինչ նա առաջարկում էր։ Բայց բանականության ձայնը, այն ձայնը, որը նրան կենդանի էր պահել գործել իր կյանքի բոլոր դժվար տարիներին, բղավում էր, որ դա խելագարություն է։ «Աղջիկները», մրմնջաց նա։ «Մտածեք աղջիկների մասին։ Եթե դուք դա անեք, սկանդալ կառաջացնեք։ Ֆլորան հեշտությամբ չի ներելու։ Եվ ես մեղավոր կլինեմ ձեր ամուսնությունը կործանելու համար»։ «Կործանելու ամուսնություն չկա», ասաց Ռուբենը։ «Երբեք չի եղել։ Ֆլորան ես չենք սիրում միմյանց։ Երբեք չենք սիրել։ Դա միշտ հարմար համաձայնություն էր։ Նա ուզում էր կարգավիճակ անվտանգություն։ Ես ուզում էի մայր աղջիկների համար։ Բայց դա չաշխատեց։ Նա չի սիրում նրանց։ Դուք սիրում եք։ Դա բավարար չէ»։ «Ինչու»։ «Ոչ։ Որովհետև սերը հաշիվներ չի վճարում»։ Վերջապես պայթեց Մարինեն, ամբողջ հիասթափությունն ու վախը միանգամից դուրս թափելով։ «Որովհետև երբ փոշին նստի իրականությունը հարվածի, դուք կհասկանաք, որ ամեն ինչ նետել եք ինչ-որ մեկի համար, ով արժանի չէ։ Ես դայակ եմ, Ռուբեն։ Ես եկել եմ ծայրամասից, առանց ոչնչի։ Ես չունեմ պաշտոնական կրթություն, չունեմ փող, չունեմ ոչինչ առաջարկելու։
Դուք ունեք այն ամենը, ինչ կարող է, ասաց նա հաստատակամորեն։ Դուք ունեք բարություն։ Ունեք սեր։ Ունեք հոգի։ Եվ դա շատ ավելին է, քան ցանկացած կոչում կամ բանկային հաշիվ։ Նրանք հիմա այնքան մոտ էին, որ նրանց քթերը գրեթե դիպչում էին միմյանց։ Մարինեի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ ցավում էր։ Նա կարող էր տեսնել նրա դեմքի յուրաքանչյուր մանրամասն, աչքերի շուրջ փոքր կնճիռները, չսափրված մորուքի ստվերը, այդ շագանակագույն աչքերի ինտենսիվությունը, որոնք նայում էին նրան, կարծես նա աշխարհում միակ մարդն էր։ Մարինե, մրմնջաց Ռուբենը, նրա դեմքին դանդաղորեն հպվելով։ Ասա, որ ոչ։ Ասա, որ ես բաներ եմ տեսնում, որոնք գոյություն չունեն։ Ուղարկիր ինձ հեռու։ Մարինեն փակեց աչքերը նրա հպումից։ Նրա պաշտպանությունը փլուզվում էր, մեկը մյուսի հետից։ Ես չեմ կարող։ Ինչ չես կարող։ Ես չեմ կարող ասել, որ ոչ։ Ես չեմ կարող ասել, որ դուք սխալ եք։ Նա բացեց աչքերը, հիմա արցունքները ազատորեն հոսում էին։ Որովհետ ես էլ եմ դա զգում։ Եվ դա ինձ սպանում է։ Ռուբենը մի ձայն արձակեց, որը կես ծիծաղ էր, կես թեթացման հոգոց։ Նրա ձեռքերը ավելի ամուր բռնեցին նրա դեմքը, նա խոնարհվեց, նրա շուրթերից միլիմետրներ հեռու։ Ուրեմն այլս մի պայքարիր, մրմնջաց նա։ Եվ Մարինեն չպայքարեց։ Նրանց շուրթերը հանդիպեցին մի համբույրում, որը նույնքան անխուսափելի էր, որքան արածակը, նույնքան անհրաժեշտ, որքան շնչելը։ Մի համբույր, որը ջնջեց բոլոր սոցիալական տարբերությունները, բոլոր չասված կանոնները, բոլոր պատճառները, թե ինչու դա վատ գաղափար էր։ Այդ պահին նրանք պարզապես երկու մարդ էին, ովքեր հանդիպել էին քաոսի մեջ ճանաչել ինչ-որ ճշմարիտ բան միմյանց մեջ։ Մարինեն կպավ նրան, կարծես խեղդվում էր, նա իր միակ փրկությունն էր։ Ռուբենի ձեռքերը նրա մազերում էին, նրա մեջքին նրան ավելի մոտ քաշելով, կարծես բավականաչափ մոտ լինել հնարավոր չէր։ Դա հուսահատություն էր թեթացում, վախ քաջություն, վերջ սկիզբ, միաժամանակ։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին, աչքերը լայն բացված, այն ամենից, ինչ նոր էր տեղի ունեցել։ Իրականությունը նորից սկսեց ներթափանցել, իր հետ բերելով հետանքների ամբողջ ծանրությունը։ Ինչ արեցինք մենք նոր։ Մարինեն մրմնջաց, մատները շուրթերին տանելով։ Ինչ-որ բան, որը պետք է շատ վաղուց անեինք, պատասխանեց Ռուբենը, բայց նրա աչքերում անհանգստություն կար։ Եվ ինչ-որ բան, որը մենք չենք կարող չեղարկել։ Ֆլորա։ Ես կխզեմ նրա հետ։ Վաղը։ Նա ամուր բռնեց Մարինեի ձեռքերը։ Ես այլս չեմ հետաձգի դա։ Դա արդար չէ։ Նրա նկատմամբ, արդար չէ ինձ նկատմամբ, միանշանակ արդար չէ ձեր նկատմամբ։ Մարինեն ուզում էր հավատալ, որ դա այդքան պարզ կլիներ, բայց նա բավականաչափ լավ էր ճանաչում Ֆլորային, որպեսզի իմանար, որ այդպես չէր լինի։ Այդ կինը պարտությունները շնորհքով ընդունող տեսակից չէր։ Եվ Մարինեն, որպես դայակ, առաջինը կտուժեր հետանքներից։ Կարծես Մարինեի մտքերով կանչված լիներ, նրանք լսեցին մուտքի մոտ մեքենայի ժամանման ձայնը։ Նրանք արագ բաժանվեցին, Մարինեն շտապ մաքրեց արցունքները, Ռուբենը հուսահատորեն ձեռքերով անցկացրեց մազերի վրայով։ Դա Ֆլորան էր։ Գլխացավը, ըստ երույթին, անցել էր։ Նա մտավ դիմացի դռնից, ինչպես փոթորիկ, թանկարժեք պայուսակը նետելով բազմոցին հանելով բարձրակրուն կոշիկները։ Ռուբեն։ Նա կանչեց, ձայնը արձագանքում էր լուռ առանձնատանը։ Այստեղ, պատասխանեց Ռուբենը, ձայնը զարմանալիորեն հանգիստ, հաշվի առնելով նոր կատարվածը։ Ֆլորան մտավ հյուրասենյակ, կանգնեց, աչքերը Ռուբենից Մարինեին հետ, գիշատիչ բնազդը հստակ միացված։ Ինչու։ Էկ այստեղ։ Նա հարցրեց Մարինեին, ձայնը սուր, սայրի պես։ Պարզապես աղջիկների խաղալիքներն էի կարգավորում, պատասխանեց Մարինեն, ստիպելով իր ձայնին ամուր մնալ։ Մի փոքր ուշ չէ։ Դրա համար։ Հարցրեց Ֆլորան, ձեռքերը կրծքին ծալելով։ Աղջիկները այսօր ուշ քնեցին, միջամտեց Ռուբենը։ Ես նրանց հետ էի։ Ֆլորան կասկածանքով նայեց նրան, բայց ոչինչ չասաց։ Պարզապես թափահարեց ձեռքը Մարինեի ուղղությամբ։ Դուք կարող եք գնալ։ Համոզված եմ, որ այսօր բավականաչափ արել եք։ Մարինեն գլխով արեց արագ դուրս եկավ, բայց ոչ նախքան Ռուբենի հետ վերջին հայացք փոխանակելը, հայացք, լի խոստումներով չասված վախերով։
Երբ նա հասավ իր սենյակ, Մարինեն հենվեց դռանը, վերջապես թույլ տվեց արցունքներին ազատորեն թափվել։ Ինչ էին արել նրանք։ Ինչ ապագա կարող էին ունենալ կառուցված ստի սկանդալի վրա։ Բայց երբ մատները տարավ շուրթերին, դեռ զգում էր նրա համբույրը, գիտեր, որ հետդարձի ճանապարհ չկա։ Նրանք հատել էին գիծը, հետ գնալու միջոց չկար։ Գլխավոր հարկում Ֆլորան շրջում էր Ռուբենի շուրջը, ինչպես շնաձուկ։ Ինչ-որ բան կա, որ ուզում եք ասել ինձ։ Ոչ հիմա, Ֆլորա։ Ես հոգնած եմ։ Դուք տարօրինակ եք ձեզ պահում, պնդեց նա։ Հեռու։ Եվ մի ասեք ինձ, որ դա աշխատանքն է, որովհետև ես գիտեմ, երբ դուք ստում եք։ Ռուբենը նայեց այն կնոջը, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ, միայն դատարկություն զգաց։ Այնտեղ սեր չկար, գուցե երբեք էլ չի եղել։ Միայն հարմարավետություն, միայն արտաքին տեսք։ Մենք պետք է խոսենք, ասաց նա վերջապես։ Բայց ոչ այսօր։ Ես չափազանց հոգնած եմ։ Ֆլորան նեղացրեց աչքերը։ Եթե ինչ-որ բան է կատարվում, Ռուբեն, ավելի լավ է ինձ հիմա ասեք։ Որովհետև եթե ես այլ միջոցներով իմանամ, դա գեղեցիկ չի լինի։ Վաղը խոստացավ նա, թե չգիտեր, ինչպես կկատարեր այդ խոստումը։ Մենք կխոսենք վաղը։ Ֆլորան գող չթված, բայց գլխով արեց։ Նա քիչ անց դուրս եկավ, Ռուբենին մենակ թողնելով լուռ առանձնատանը։ Նա բարձրացավ աղջիկների սենյակ, կանգնեց դռան մոտ, դիտելով նրանց քնելիս։ Վալենտինան կպած էր իր փափուկ արջուկին, Սոֆյան կողքի վրա, բութ մատը գրեթե բերանում։ Նրանք ավելին էին արժանի, քան հեռու ծնողներ, կեղծ ամուսնություններ։ Նրանք արժանի էին իսկական սիրո, իսկական ընտանիքի։ Եվ առաջին անգամ Ռուբենը զգում էր, որ գուցե կարող էր դա տալ նրանց։ Միգուցե Մարինեի կողքին նրանք կարող էին կառուցել ինչ-որ իրական բան։ Բայց նախ նա պետք է կործաներ այն ամենը, ինչ կառուցել էր մինչ այդ։ Եվ այդ կործանումը բարձր գին կունենար, որը բոլորը պետք է վճարեին։ Այդ գիշեր 3 մարդ արթուն մնացին լուռ առանձնատանը։ Մարինեն իր սենյակում, անվերջ անգամներ վերապրելով համբույրը։ Ռուբենը իր գրասենյակում, պլանավորելով, թե ինչպես կխզեր նշանադրությունը, առանց ամբողջովին կործանելու շրջապատի բոլորի կյանքը։ Եվ դրսում, փողոցի մյուս կողմում կայանված մեքենայում, Ֆլորան վերադարձել էր։ Նա տեսել էր, թե ինչպես էին նրանք նայում միմյանց։ Նա զգացել էր օդի փոփոխությունը։ Եվ հիմա, դիտելով առանձնատան պատուհանները, նա հստակ գիտեր, թե ինչ էր կատարվում։ Դայակը։ Անիծյալ դայակը գողանում էր նրա հարսնացուին։ Ֆլորան ժպտաց մեքենայի մթության մեջ, բայց դա դաժան, անհումոր ժպիտ էր։ Մարինեն ճակատագրական սխալ էր թույլ տվել, թերագնահատելով նրան։ Եթե նա կարծում էր, որ կարող է պարզապես զբաղեցնել Ֆլորայի տեղը առանց հետանքների, նա շատ էր սխալվում։ Պատերազմը նոր էր սկսվում։ Եվ Ֆլորա Խաչատրյանը պարտվելու սովորություն չուներ։ Նա գործարկեց մեքենան, հեռացավ գիշերով, արդեն պլանավորելով իր հաջորդ քայլը։ Եթե Ռուբենը ուզում էր խաղալ այս խաղը, նա կցուցադրեր նրան, թե կոնկրետ ինչ կար կորցնելու։ Իսկ դայակը։ Դայակը կսովորեր ամենավատ ձով, որ իշխանության խաղերում անմեղները միշտ առաջինն են վնասվում։ Առանձնատանը Մարինեն վերջապես քնեց, հոգնած լացից մտածելուց։ Նրա երազները շփոթված էին, լի գողացված համբույրներով, սարսափելի հետանքներով։ Նա հաջորդ օրը կարթնանար չիմանալով, որ փոթորիկը նոր էր սկսվում, որ հաջորդ օրերը կփորձեին ոչ միայն նրա սերը Ռուբենի հանդեպ, այլ նրա ուժը, նրա արժանապատվությունը, նույնիսկ նրա մի աշխարհում գոյատելու ունակությունը, որը երբեք նրան այնտեղ չէր ուզել։ Եվ Ռուբենը, պառկած իր դատարկ մահճակալին, բաց աչքերով նայում էր առաստաղին, իմանալով, որ հասել էր անդառնալի կետի։ Իր կյանքում առաջին անգամ նա ընտրել էր իր սիրտը, բանականության փոխարեն։ Հիմա նա պետք է պարզեր, թե արդյոք բավականաչափ քաջություն ուներ, դիմակայելու այդ ընտրության բոլոր հետանքներին։ Արածակը կհասներ մի քանի ժամից, իր հետ բերելով ճշմարտություններ, որոնք այլս չէին կարող թաքցվել, մարտեր, որոնք այլս չէին կարող խուսափվել։ Լուր առանձնատունը գաղտնիքներ էր պահում, որոնք պատրաստվում էին պայթել, ընդմիշտ փոխելով այդ տանիքի տակ ապրող բոլորի կյանքը։ Կիրակին լուսացավ ամպամած, կարծես ինքը երկինքը, կանխազգում էր այն փոթորիկը, որը պատրաստվում էր պայթել Երանի կենտրոն թաղամասի այդ առանձնատան վրա։ Մարինեն արթնացավ լացից այտուցված աչքերով, բայց պետք է հանգստություն պահպաներ։ Աղջիկները չէին կարող նկատել, որ ինչ-որ բան այն չէր։
Երեխաները հատուկ զգայունություն ունեին այդ հարցերում, երկվորյակներն արդեն բավականաչափ անկայունություն էին ապրել հոր մշտական բացակայության պատճառով։ Նա այդ առավոտ հատուկ ուշադրությամբ հագնվեց, մազերը ամուր հավաքելով ու ջուր հագնելով իր ամենախիստ համազգեստը։ Կարծես նա զինվում էր մարտի համար, անտեսանելիությունն օգտագործելով որպես վահան։ Եթե նա կարողանար աննկատ մնալ, եթե նա կարողանար մնալ պարզապես արդյունավետ զուսպ դայակը, գուցե կարողանար գոյատել այն ամենից, ինչ սպասվում էր։ Բայց երբ նա իջավ աղջիկների նախաճաշը պատրաստելու, Ռուբենին արդեն խոհանոցում գտավ։ Նա նույնպես կարծես չէր քնել, խորը մուգ շրջանակներով աչքերի տակ անհարթ մազերով։ Նա միայն շապիկ սպորտային տաբատ էր հագած, այնքան տարբեր անթերի գործարարից, որին բոլորը ճանաչում էին։ «Բարի լույս», ասաց նա մեղմորեն, երբ տեսավ նրան, նրա ձայնի պարզ հնչյունը ստիպեց Մարինեի սրտին արագ բաբախել։ «Բարի լույս, պարոն Ալեքսանյան», պատասխանեց նա, պահպանելով պաշտոնականությունը որպես պաշտպանության վերջին գիծ։ «Մարինե», սկսեց նա, բայց նա արագ գլխով արեց։ «Խնդրում եմ։ Ոչ այստեղ։ Ոչ հիմա»։ Ռուբենը գլխով արեց, հասկանալով, բայց հիասթափությունը տեսանելի էր նրա դեմքին։ «Մենք պետք է խոսենք։ Աղջիկներից հետո»։ «Աղջիկները, ի՞նչ»։ Ֆլորայի ձայնը օդը կտրեց, ինչպես մտրակ։ Երկուսն էլ շրջվեցին, նրան խոհանոցի մուտքի մոտ կանգնած տեսնելու համար։ Նա անթերի էր, ինչպես միշտ, կատարյալ դիմահարդարումով, դիզայներական հագուստով, բայց նրա աչքերում ինչ-որ գիշատիչ բան կար։ Ինչ-որ վտանգավոր։ «Աղջիկներն արթնանալուց հետո», լրացրեց Ռուբենը, ձայնը սառը։ «Դուք ես պետք է խոսենք»։ «Ինչքան հարմար», ասաց Ֆլորան, մտնելով խոհանոց ուղիղ գնալով այն սուրճին, որը Մարինեն էր պատրաստում։ Նա իրեն սպասարկեց, առանց թույլտվություն հարցնելու, կարծես արդեն տան տիրուհին լիներ։ «Որովհետ ես էլ որոշ բաներ ունեմ քննարկելու ձեզ հետ, սիրելիս»։ Մարինեն փորձեց զուսպ կերպով հեռանալ, բայց Ֆլորան խոսեց, առանց նրան նայելու։ «Կարիք չկա գնալու, Մարինե։ Իրականում, կարծում եմ, որ դուք պետք է մնաք։ Ի վերջո, այն ամենի մի մասը, ինչ ես պետք է քննարկեմ, ձեզ է վերաբերում»։ Մարինեն սառեց, նրա արյունը սառույցի վերածվեց երակներում։ Ռուբենը մի քայլ առաջ արեց, իրեն դնելով երկու կանանց միջ։ «Ֆլորա, ի՞նչ եք անում»։ «Ես անկեղծ եմ լինում», պատասխանեց նա սառը ժպիտով։ «Ինչ-որ բան, որից ոչ մեկը չեք ունեցել ինձ հետ անկեղծ լինելու պարկեշտություն»։ «Ես չգիտեմ, ինչի մասին եք խոսում», մրմնջաց Մարինեն, բայց նրա ձայնը մատնում էր վախը։ «Չգիտեք»։ Ֆլորան ծիծաղեց, առանց հումորի։ «Իսկապես ինձ հիմար եք համարում։ Կարծում եք, որ չեմ նկատում, թե ինչպես եք նայում միմյանց»։ Լիցքավորված լռությունները, մինույն սենյակում լինելու համար հորինված պատրվակները։ «Բավական է», ասաց Ռուբենը հաստատակամորեն։ «Ուզում եք այս խոսակցությունը ունենալ։ Ապա ունենանք։ Բայց ոչ այստեղ, ոչ նրա ներկայությամբ»։ «Ինչու՞։ Ոչ»։ Ֆլորան մարտահրավեր նետեց։ «Նա դրա մի մասն է, չէ՞։ Խեղճ առաքինի աղջիկը, որը գրավեց միլիոնատիրոջ սիրտը։ Գրեթե սերիալ է, չէ՞։ Նա շրջվեց դեպի Մարինեն, նրա աչքերը փայլում էին զսպված զայրույթից։ «Դուք իսկապես կարծում էիք, որ կարող եք ունենալ նրան։ Որ կարող եք մտնել իմ կյանք վերցնել այն, ինչ իմն է»։ «Նա սեփականություն չէ», պատասխանեց Մարինեն, իրեն զարմացրեց իր ձայնի հաստատակամությամբ։ «Եվ ես ոչ մեկից ոչինչ չեմ փորձում վերցնել»։ «Չե՞ք»։ «Ապա բացատրեք ինձ, թե ինչ է տեղի ունեցել այստեղ երեկ գիշեր»։ «Որովհետև ես գիտեմ, որ ինչ-որ բան է տեղի ունեցել»։ Տեսա նրա աչքերում, երբ վերադարձա։ Տեսա, թե ինչպես եք փախչում սենյակից։ Մարինեն զգաց, որ հողը սահում է ոտքերի տակից։ Ռուբենը, սակայն, մի քայլ առաջ արեց, իրեն ամբողջությամբ դնելով նրանց միջ։ «Ինձ հետ պետք է խոսեք, Ֆլորա»։ Մարինեն դրա հետ կապ չունի։ Ամեն ինչ կապ ունի։ Ֆլորան բղավեց, առաջին անգամ կորցնելով իր կատարյալ հանգստությունը։ Նա է պատճառը, որ դուք այսպես եք։ Պատճառը, որ դուք փոխվել եք։ Ոչ, Ռուբենը հանգիստ ասաց, բայց նրա ձայնում ուժ կար, որը Մարինեն երբեք չէր լսել։ Իմ փոփոխության պատճառն այն է, որ ես վերջապես արթնացա։ Արթնացա այն փաստի համար, որ մենք պատրաստվում ենք սարսափելի սխալ գործել։ Մենք չենք սիրում միմյանց, Ֆլորա։
Երբեք չենք սիրել։ Եվ դուք դա գիտեք նույնքան լավ, որքան ես։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ֆլորան նայեց Ռուբենին, կարծես ապտակ ստացած լիներ, նրա դեմքը փոփոխվում էր զայրույթի կարմիրից ցնցումից գունատի։ Դուք խզում եք ինձ հետ, ասաց նա դանդաղ, կարծես չէր կարողանում հավատալ իր իսկ բերանից դուրս եկող բառերին։ Դուք խզում եք ինձ հետ դայակի պատճառով։ Ես խզում եմ ձեզ հետ, որովհետև դա ճիշտ բանն է, ուղղեց Ռուբենը։ Ձեզ համար, ինձ համար, իմ դուստրերի համար։ Սա երբեք իսկական հարաբերություն չի եղել, Ֆլորա։ Դա համաձայնություն էր։ Հարմարավետ երկուսի համար։ Հարմարավետ։ Նա գրեթե թքեց բառը։ Ես իմ կյանքի 2 տարին անցկացրել եմ ձեզ հետ։ Պլանավորելով մեր ապագան, կազմակերպելով մեր հարսանիքը, փորձելով մայր լինել ձեր դուստրերի համար։ Դուք երբեք չեք ուզել մայր լինել իմ դուստրերի համար, Ռուբենը տխուր ասաց։ Դուք նրանց հանդուրժում եք, որովհետև նրանք փաթեթի մասն են։ Բայց երբեք չեք սիրել նրանց։ Եվ նրանք դա գիտեն։ Դա ցածր հարված էր, բոլորը գիտեին դա։ Ֆլորան սայթաքեց, կարծես բռունցքով հարված ստացած լիներ, զայրույթի նվաստացման արցունքները սկսեցին հոսել իր կատարյալ դիմահարդարված դեմքով։ Դուք կզղջաք դրա համար, սուլեց նա։ Դուք ձեր փոքրիկ դայակը շատ կզղջաք։ Դա սպառնալիք է։ Հարցրեց Ռուբենը, ձայնը ցածր վտանգավոր։ Դա խոստում է, պատասխանեց Ֆլորան։ Դուք կարծում եք, որ կարող եք ինձ այսպես նվաստացնել անվնաս դուրս գալ։ Որ կարող եք ինձ փոխարինել մի ոչ ոքի հետ, առանց հետանքների։ Նա շրջվեց դեպի Մարինեն, մատով մատնացույց անելով։ Եվ դուք կբացահայտեք, որ այս աշխարհին չեք պատկանում։ Դուք կբացահայտեք, որ անկախ նրանից, թե ինչքան նա ասի, որ սիրում է ձեզ հիմա, ի վերջո նա կհասկանա իր կատարած սխալը։ Եվ երբ դա տեղի ունենա, դուք կհայտնվեք փողոցում, որտեղից երբեք չպետք է հեռանայիք։ Դուրս եկեք իմ տնից, ասաց Ռուբենը, ձայնը այնքան սառը, որ Մարինեն դողաց։ Հիմա։ Հաճույքով թքեց Ֆլորան։ Բայց մի կարծեք, որ սա վերջացավ։ Հեռու դրանից։ Նա վերցրեց իր պայուսակը, քայլեց դեպի դուռը, բայց կանգնեց շրջանակին, հետ նայելով դաժան ժպիտով։ Ախ, Ռուբեն։ Սպասեք, մինչ ձեր ընկերները, ձեր գործընկերները, ձեր մայրը կիմանան դրա մասին։ Սպասեք, մինչ ընկերության խորհուրդը կիմանա, որ լուրջ հարգված Ռուբեն Ալեքսանյանը թողել է բարձր հասարակության հարսնացուին տնային աշխատողի պատճառով։ Տեսնենք, թե որքան ժամանակ կգոյատի ձեր հեղինակությունը այս սկանդալից։ Եվ հետո նա գնաց, դուռը այնքան ուժեղ փակելով, որ պատուհանները դողացին։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարինեն սառած էր տեղում, դողում էր գլխից մինչ ոտք։ Ռուբենը ձեռքերով անցկացրեց դեմքի վրայով, երկար արտաշնչելով։ Ես ցավում եմ, ասաց նա։ Ցավում եմ, որ դուք ստիպված էիք անցնել դրա միջով։ Մարինեն չէր կարողանում խոսել։ Այդ ամենը չափազանց իրական էր, չափազանց սարսափելի։ Ֆլորայի սպառնալիքները արձագանքում էին նրա մտքում։ Նա շատ բաներում ճիշտ էր։ Մարինեն չէր պատկանում այդ աշխարհին։ Եվ այն սկանդալը, որը դա կառաջացներ, կարող էր կործանել ոչ միայն Ռուբենին, այլ աղջիկներին։ Ես պետք է գնամ, մրմնջաց նա վերջապես։ Ինչ։ Ռուբենը սարսափով նայեց նրան։ Ոչ։ Մարինե, ոչ։ Նա ճիշտ է։ Ամեն ինչում։ Ես այստեղ չեմ պատկանում։ Եվ դա միայն կվատթարանա։ Ձեզ համար, աղջիկների համար, բոլորի համար։ Ռուբենը 2 քայլով անցավ նրանց միջ եղած հեռավորությունը, բռնելով նրա ուսերը ամուր, բայց նրբորեն։ Նայիր ինձ, հրամայեց նա, Մարինեն դժկամորեն բարձրացրեց աչքերը։ Դուք այստեղ եք պատկանում։ Դուք պատկանում եք աղջիկներին։ Ինձ հետ։ Մի թույլ տվեք նրա թունավոր բառերին համոզել ձեզ հակառակը։ Բայց նա սխալ չէ, ասաց Մարինեն, արցունքները վերջապես թափվելով։ Սկանդալ կլինի։ Մարդիկ կխոսեն։ Ձեր հեղինակությունը։ Թող որ հեղինակությունը, Ռուբենը ասաց ջերմորեն։ Թող որ մարդիկ այն, ինչ նրանք կասեն։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ մտածելով, թե ինչ են մտածում ուրիշները, ապրելով ուրիշների ակնկալիքներին։ Համապատասխան։ Եվ գիտեք, թե դա ինձ ինչ է բերել։ Մենակություն։ Մահացած ամուսնություն։
Աղջիկներ, ովքեր հազիվ են ճանաչում ինձ։ Բավական է։ Ես ընտրում եմ ձեզ։ Ընտրում եմ սա։ Եվ եթե աշխարհին դուր չգա, աշխարհի խնդիրն է։ Մարինեն ուզում էր հավատալ, շատ էր ուզում։ Բայց վախը չափազանց ուժեղ էր։ Իսկ եթե նա փոխեր իր միտքը, երբ փոշին նստեր։ Իսկ եթե մի օր արթնանար հասկանար, որ ամեն ինչ նետել էր գրքի մի պահի համար։ Կարծես կարդալով նրա մտքերը, Ռուբենը նրան ավելի մոտ քաշեց, գրկելով։ Մարինեն մի պահ կոշտացավ, նախքան նրա դեմքին հալվելը, դեմքը թաքցնելով նրա կրծքին, մինչ նա լացում էր։ Ես գիտեմ, որ դուք վախենում եք, մրմնջաց նա նրա մազերին։ Ես էլ եմ։ Սա հեշտ չի լինի։ Դա խառնաշփոթ կլինի։ Բայց ես նախընտրում եմ դիմակայել այս փոթորիկին ձեզ հետ, քան ապրել անվտանգ դատարկ կյանք առանց ձեզ։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, գրկախառն լուր խոհանոցում, երկու խորտակվածներ, կպած միմյանց փոթորիկի մեջտեղում։ Մինչ որ լսեցին աստիճաններով իջնող փոքրիկ քայլեր, ստիպված եղան արագ բաժանվել։ Վալենտինան մտավ խոհանոց, քնկոտ աչքերը շփելով, նրան սերտորեն հետում էր Սոֆյան։ Բարի լույս, հայրիկ։ Ինչու։ Էկ այստեղ այդքան շուտ։ Ռուբենը ժպտաց, թե նրա աչքերը դեռ կարմիր էին։ Որովհետ ուզում էի օրն անցկացնել ձեզ հետ։ Ինչ կասեք նախաճաշի համար բլիթներ պատրաստելու մասին։ Երկվորյակները ուրախությունից պայթեցին, մի պահ լարվածությունը ցրվեց։ Մարինեն Ռուբենը կողք կողքի աշխատեցին, նախաճաշ պատրաստելով, աղջիկներին խնամելով, ծածնելով, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց երկուսն էլ գիտեին, որ այլս ոչինչ երբեք նորմալ չի լինի։ Օրն անցավ տարօրինակ պղպջակում, որտեղ նրանք փորձում էին նորմալություն պահպանել աղջիկների համար, մինչ չասված լարվածությունը կախված էր նրանց վրա։ Ռուբենն անջատեց հեռախոսը, անտեսելով ավելի ու ավելի հաճախակի համար զանգերը։ Մարինեն փորձում էր զբաղված մնալ, բայց նրա մտքերը անընդհատ վերադառնում էին Ֆլորայի սպառնալիքներին։ Հենց երեկոյան, աղջիկներին քնեցնելուց հետո, իրականությունը եկավ դուռը թակելու։ Բառացիորեն։ Հեղինե Ալեքսանյանը, Ռուբենի մայրը, եկավ ինչպես փոթորիկ։ 65-ամյա էլեգանտ կին, կատարելապես հավաքված մոխրագույն մազերով, թանկարժեք, բայց զուսպ հագուստներով։ Նա ուներ այն իշխանական տեսքը, որը գալիս է սերունդների փողից իշխանությունից։ Ռուբենը նրան դիմավորեց հյուրասենյակում, Մարինեն փորձեց զուսպ կերպով հեռանալ, բայց Հեղինեն նրան կանգնեցրեց հայացքով։ Դուք նույնպես, սիրելիս։ Կարծում եմ, ավելի լավ է մնաք։ Ի վերջո, ըստ Ֆլորայի, դուք եք այս ամբողջ դրամայի կենտրոնը։ Մարինեն կուլ տվեց, բայց մնալով դռան մոտ, որպես փախուստի ճանապարհ։ Հեղինեն նստեց այն կատարյալ կեցվածքով, որը երբեք չէր լքում նրան, նայեց որդուն, հիասթափության շփոթության խառնուրդով։ Ֆլորան ինձ զանգել էր մի քանի ժամ առաջ։ Նա հիստերիկ էր։ Ինձ պատմեց բացարձակապես խանգարող պատմություն ձեր նշանադրությունը խզելու մասին, աղջիկների դայակի պատճառով։ Նա կարճ ժամանակով նայեց Մարինեին, նախքան իր ուշադրությունը նորից Ռուբենին դարձնելը։ Խնդրում եմ, ասեք ինձ, որ սա ինչ-որ թյուրիմացություն է։ Դա թյուրիմացություն չէ, մայրիկ, Ռուբենը հանգիստ ասաց։ Ես խզեցի նշանադրությունը։ Հեղինեն մի պահ փակեց աչքերը, կարծես համբերություն էր հավաքում։ Ինչու, Ռուբեն։ Դուք 2 տարի է միասին եք։ Հարսանիքը նշանակված է։ Հրավերները ուղարկվել են։ Մարդիկ սպասում են։ Մարդիկ սպասում են, Ռուբենը կրկնեց դառը տոնով։ Միշտ այն մասին է, թե ինչ են մարդիկ սպասում, չէ։ Երբեք այն մասին չէ, թե ինչ եմ ուզում, ինչ եմ զգում։ Դուք մեծահասակ եք, հայր եք, հաջողակ գործարար, Հեղինեն հաստատակամորեն ասաց։ Ձեր գործողությունները հետանքներ ունեն, որոնք դուրս են գալիս այն ամենից, ինչ դուք ուզում կամ զգում եք։ Դուք մտածել եք աղջիկների մասին։ Ինչ կառաջացնի այս սկանդալը նրանց համար։ Մտածել եմ աղջիկների մասին, պատասխանեց Ռուբենը, ձայնը բարձրացնելով։ Շատ եմ մտածել նրանց մասին։ Եվ հասկացա, որ նրանք արժանի են մեծանալ մի տանը, իսկական սիրով, ոչ թե ամուսնության կեղծիքի մեջ, որտեղ ծնողները հազիվ են հանդուրժում միմյանց։ Հեղինեն հոգոց հանեց, ձեռքով անցկացնելով դեմքի վրայով, խոցելիության հազվագյուտ ժեստով։ Ես հասկանում եմ, որ դուք Ֆլորան սիրահարված զույգ չեք։ Երբեք չեք եղել։ Բայց ամուսնությունները նա համագործակցության մասին են, կայունության մասին։ Ընտանիքի համար լավագույնն անելու մասին։
Եվ դուք կարծում եք, որ ստելը լավագույնն է ընտանիքի համար։ Ձացնել։ Ինդուստրիերին սովորեցնել, որ դա է հարաբերությունները։ Դատարկ համաձայնություններ, որտեղ ոչ ոք իսկապես երջանիկ չէ։ Մի դրամատիկացրեք։ Շատ ամուսնություններ այդպես են կատարելապես լավ են գործում։ Ձերը գործեց։ Հարցրեց Ռուբենը, հարցը կախված մնաց օդում, ինչպես սայր։ Հեղինեն երկար լուռ մնաց։ Նրա հարաբերությունները հանգուցյալ ամուսնու հետ բարդ էին, բոլորը գիտեին դա։ Հարգալից, ֆունկցիոնալ, բայց ոչ անպայման սիրով լի։ Սա տարբեր է, ասաց նա վերջապես, բայց նրա ձայնում ավելի քիչ համոզմունք կար։ Այո, մայրիկ։ Տարբեր է։ Որովհետև ես չեմ ուզում կրկնել նույն սխալները։ Ես չեմ ուզում 20 տարի հետո արթնանալ հասկանալ, որ վատնել եմ իմ կյանքը, ապրելով ուրիշների ակնկալիքներին համապատասխան։ Հեղինեն առաջին անգամ իսկապես նայեց Մարինեին։ Իսկ դուք, աղջիկ, հասկանում եք, թե ինչի մեջ եք մտնում։ Հասկանում եք այն քննության դատաստանի տեսակը, որին կբախվեք։ Մարինեն ուզում էր փախչել, ուզում էր անհետանալ, բայց իրեն ստիպեց հանդիպել տարեց կնոջ աչքերին։ Ես հասկանում եմ, տիկին։ Եվ սարսափած եմ։ Բայց նա գիտեմ, որ սիրում եմ ձեր թոռնուհիներին, կարծես իմ սեփականները լինեին։ Եվ ես նա տատանվեց, ապա որոշեց ամբողջական ճշմարտությունը։ Եվ ես ինձ բռնեցի, սիրելով ձեր որդուն նույնպես, թե գիտեի, որ չպետք է։ Հեղինեն երկար ժամանակ ուսումնասիրեց Մարինեին, այդ փորձառու աչքերը տեսնելով բաներ, որոնք Մարինեն կցանկանար թաքցնել։ Դուք շատ երիտասարդ եք, ասաց նա վերջապես։ Շատ երիտասարդ, շատ անմեղ, ամբողջությամբ հասկանալու այն աշխարհը, որի մեջ եք մտնում։ Միգուցե, ընդունեց Մարինեն։ Բայց ես պատրաստ եմ սովորել։ Ես պատրաստ եմ պայքարել։ Ինչ-որ բան փոխվեց Հեղինեի դեմքին։ Դա ընդունում չէր, դեռ ոչ, բայց գուցե դժկամ հարգանքի սկիզբը։ Նա վեր կացավ, հարթելով իր կիսաշրջած գեստը։ Ես չեմ կարող ասել, որ հավանություն եմ տալիս դրան։ Ես չեմ կարող ասել, որ առջում հսկայական խնդիրներ չեմ տեսնում։ Բայց… Նա նայեց Ռուբենին, նրա աչքերում մայրական քնքշություն կար։ Բայց ես տեսա, թե ինչպես էիք դուք վերջին տարիներին, որդիս։ Տեսա, թե ինչպես է կյանքը քիչ-քիչ մարում ձեր մեջ։ Եվ այսօր, առաջին անգամ երկար ժամանակ հետո, դուք իսկապես կենդանի եք թվում։ Նույնիսկ այս ամբողջ քաոսի մեջ, դուք կենդանի եք թվում։ Ես կենդանի եմ, հաստատեց Ռուբենը, նայելով Մարինեին։ Տարիներ շարունակ առաջին անգամ ես ինձ կենդանի եմ զգում։ Հեղինեն դանդաղ գլխով արեց։ Ապա ձեզ օգնություն է պետք։ Որովհետև Ֆլորան դա այդպես չի թողնելու։ Նա կօգտագործի իր ունեցած բոլոր միջոցները ձեզ երկուսին կործանելու համար։ Եվ նա շատ միջոցներ ունի։ Ես գիտեմ, ասաց Ռուբենը։ Ես պատրաստ եմ։ Դուք կարծում եք, որ պատրաստ եք, ուղղեց Հեղինեն։ Բայց երբ դա իսկապես սկսվի, երբ սկանդալը պայթի, երբ ձեր ընկերները մեջք կդարձնեն, թերթերը սկսեն պատմություններ հրապարակել, դուք կբացահայտեք, որ այդքան էլ պատրաստ չէիք, ինչպես կարծում էիք։ Նա գնաց դեպի դուռը, բայց կանգնեց։ Ես կօգնեմ ձեզ։ Ոչ թե որովհետև հավանություն եմ տալիս, այլ որովհետև դուք իմ որդին եք։ Եվ այն աղջիկները, որոնք վերում են, իմ թոռնուհիներն են։ Ես կանեմ այն ամենը, ինչ կարող եմ վնասը նվազագույնի հասցնելու համար։ Բայց դուք պետք է ուժեղ լինեք։ Ավելի ուժեղ, քան երբեք եղել եք։ Հեղինեի հեռանալուց հետո Մարինեն փլվեց բազմոցին, ադրենալինը վերջապես լքելով նրա մարմինը։ Ռուբենը նստեց նրա կողքին, նրան իր գիրկը քաշելով։ Դեռ ուզում եք փախչել։ Հարցրեց նա մեղմորեն։ Հուսահատորեն, ընդունեց Մարինեն։ Բայց չեմ անի։ Ես չեմ կարող թողնել ձեզ։ Ես չեմ կարող թողնել աղջիկներին։ Ապա մենք դրան կդիմակայենք միասին։ Նրանք այդպես մնացին ժամերով, գրկախառն մթության մեջ, երկու վիրավոր մարտիկներ, ուժեր հավաքելով այն մարտերի համար, որոնք գիտեին, որ կգային։ Որովհետև Ֆլորա Խաչատրյանը պարտություններ ընդունող կին չէր։ Եվ այն պատերազմը, որը նա հայտարարել էր, նոր էր սկսվում։ Հաջորդ օրերին Ֆլորայի սպառնալիքները իրականացան։ Պատմություններ սկսեցին հայտնվել բարձր հասարակության բամբասանքների բլոգերում։ Հարգված գործարարը հասարակության հարսնացուին փոխարինում է դայակով վերնագիրներ 1-ի։
Արգելված սերը ցնցում է միլիոնատերերի նշանադրությունը, ասում էր մյուսը։ Ռուբենի Ֆլորայի համատեղ լուսանկարները միջոցառումներում համեմատվում էին Մարինեի առանձնատուն մտնելու դուրս գալու անորոշ լուսանկարների հետ։ Ռուբենի հեռախոսը անդադար զանգում էր։ Անհանգիստ գործընկերներ, հետաքրքրասեր ընկերներ, ծանոթներ, առաջարկելով չպահանջված խորհուրդներ։ Ընկերության խորհուրդը արտակարգ հանդիպում նշանակեց քննարկելու, թե ինչպես էր նախագահի անձնական սկանդալը ազդում կորպորատիվ իմիջի վրա։ Մարինեն դարձավ գերուհի առանձնատանը, վախենալով դուրս գալ լուսանկարվել, վախենալով դատապարտող հայացքներից։ Միակ ուրախությունները աղջիկներն էին, ովքեր, բարեբախտաբար, չափազանց փոքր էին հասկանալու համար, թե ինչ էր կատարվում։ Հենց ամենավատ շաբաթվա ընթացքում, երբ թվում էր, թե աշխարհը փլուզվում էր նրանց շուրջը, ինչ-որ անսպասելի բան տեղի ունեցավ։ Պողոսը, Ռուբենի եղբայրը, հայտնվեց առանձնատանը։ Մարինեն ավելի շատ դատապարտություն էր սպասում, ավելի շատ քննադատություն։ Բայց Պողոսը պարզապես նայեց իր եղբորը, ասաց. «Ես եկա տեսնելու, թե արդյոք ձեզ օգնություն է պետք»։ Ռուբենը գրեթե լաց եղավ թեթացումից, ամուր գրկելով եղբորը։ Եվ երբ Պողոսը պատշաճ կերպով ճանաչեց Մարինեին, առանց սկանդալի ֆիլտրերի, նա տեսավ այն, ինչ տեսել էր Ռուբենը, անկեղծ, բարի կնոջ, ով սիրում էր այդ աղջիկներին իր ամբողջ էությամբ։ «Դուք քաջություն ունեք», Պողոսն ասաց Մարինեին։ «Դրա կարիքը կունենաք»։ Եվ Մարինեն, շուրջը նայելով այն ընտանիքին, որը դանդաղորեն ձավորվում էր իր շուրջը, այն ընտանիքին, որը ընտրում էր պայքարել իր համար, գտավ այդ քաջությունը։ Որովհետև որոշ բաների համար արժեր պայքարել, արժեր արյուն թափել։ Եվ այն սերը, որը նա գտել էր այդ առանձնատանը, բոլոր հնարավորությունների դեմ, դրանցից մեկն էր։ Փոթորիկը դեռ հեռու էր անցնելուց, բայց գոնե հիմա նրանք մենակ չէին դիմակայում դրան։ Հաջորդած շաբաթները Մարինեի կյանքի ամենադժվարն էին։ Սկանդալը չէր նվազում, ընդհակառակը, թվում էր, թե ամեն օր նոր գլուխներ էր ձեռք բերում։ Ֆլորան իր սպառնալիքները կատարում էր վիրաբուժական ճշգրտությամբ, բամբասանքների բլոգերը սնուցելով ավելի ու ավելի խեղաթյուրված պատմություններով։ Ոմանք Մարինեին պատկերում էին որպես հաշվարկող շահամոլ, ով գայթակղել էր տիրոջը, մյուսները որպես միամիտ զոհ, ով շահարկվել էր։ Ոչ մի տարբերակ մոտ չէր ճշմարտությանը։ Ռուբենի աշխատանքի վրա ճնշումն աճում էր։ Ընկերության խորհուրդը պահանջում էր, որ նա հրապարակային հայտարարություն անի, որ վերահսկի պատմությունը։ Որոշ ավելի պահպանողական գործընկերներ առաջարկում էին, որ նա ժամանակավորապես հեռանա նախագահի պաշտոնից, մինչ սկանդալը կհանգստանա։ Ռուբենը հրաժարվում էր, բայց Մարինեն տեսնում էր դրա ծանրությունը նրա ուսերին, այն ծով, թե ինչպես էին նրա ուսերը ամեն օր մի փոքր ավելի կորանում։ Մարինեն բազմիցս առաջարկեց հեռանալ։ Ամեն նոր վերնագրից, առանձնատան որե աշխատակցի ամեն անհավանություն հայացքից, Ռուբենի ամեն լարված զանգից հետո։ Բայց նա միշտ հրաժարվում էր, միշտ ամուր բռնում էր նրան, ասում, որ չի հրաժարվի նրանցից։ Աղջիկները սկսեցին նկատել, որ ինչ-որ բան այն չէր։ Վալենտինան, միշտ ամենադիտորդը, հարցրեց, թե ինչու մորաքույր Ֆլորան այլս չէր գալիս իրենց այցելելու։ Սոֆյան, ավելի զգայուն, անընդհատ կպած էր Մարինեին, կարծես վախենում էր, որ նա կանհետանա։ Ռուբենը Մարինեն ամեն ինչ անում էին նորմալություն պահպանելու համար, բայց ավելի ու ավելի դժվար էր ծածնել, թե ամեն ինչ լավ է, երբ դրսի աշխարհը փլուզվում էր։ Հեղինեն փոխեց խաղը։ Նշանադրության խզումից 5-րդ շաբաթում նա հանդիպում նշանակեց իր տանը, Ռուբենի տնից էլ ավելի մեծ առանձնատուն Արաբկիրի շրջանում։ Ներկա էր Ալեքսանյանների ամբողջ ընտանիքը, Ռուբենը, Պողոսը նրա կինը, Կարինեն, հորեղբայրները, որոշ զարմիկներ։ Եվ Մարինեի զարմանքին ու սարսափին, նրան նույնպես հրավիրել էին։ Մարինեն գրեթե հրաժարվեց։ Ամբողջ ընտանիքին դիմակայելու, բոլոր այդ հայացքներով դատվելու գաղափարը սարսափելի էր։ Բայց Ռուբենը համոզեց նրան, ասելով, որ եթե նրանք ուզում են ինչ-որ ապագա ունենալ, նա ի վերջո պետք է դիմակայի իր ընտանիքին։ Եվ Հեղինեն հստակ ասել էր, որ Մարինեն պետք է ներկա լինի։ Երբ նրանք հասան, լարվածությունը շոշափելի էր։ Հյուրասենյակը լի էր Ալեքսանյաններով, բոլորը կատարելապես հագնված, բոլորը այն տեսքով, ովքեր պատկանում էին հարստության արտոնությունների այդ աշխարհին։ Մարինեն, իր պարզ անհարմար զգեստով, իրեն ինքնակոչ էր զգում։ Հեղինեն լռություն խնդրեց, բոլորը շրջվեցին դեպի նա։ Շաբաթներ շարունակ մենք ռմբակոծվել ենք պատմություններով, բամբասանքներով, դատողություններով իմ որդու վիճակի մասին։ Եվ ես այսօր բոլորիդ այստեղ եմ բերել, որովհետև մենք պետք է դա լուծենք ընտանիքով, ոչ թե ինտերնետային բլոգերի կամ միջանցքային զրույցների միջոցով։
Նա նայեց սենյակի շուրջը, հայացքը կանգնեցնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա։ Ռուբենը որոշում է կայացրել։ Մի որոշում, որին ձեզանից շատերը հավանություն չեն տալիս։ Ես ինքս իմ վերապահումներն ունեի։ Բայց ես նրան դաստիարակել եմ, որ լինի բնավորությամբ, քաջությամբ, ազնվությամբ մարդ։ Եվ հենց դա է նա անում, հետելով իր սրտին, նույնիսկ երբ դա դժվար է, նույնիսկ երբ դա հետանքներ է բերում։ Բայց հեղին է, սկսեց հորաքույրերից մեկը, դուք չեք կարող անտեսել սկանդալը։ Ինչ է դա անում ընտանիքի հեղինակությանը։ Հեղինեն բարձրացրեց ձեռքը, լռեցնելով կնոջը։ Հեղինակությունը կարևոր է։ Ես չեմ ծածնի, թե այդպես չէ։ Բայց բնավորությունն ավելի կարևոր է։ Եվ ես նախընտրում եմ ունենալ որդի, ով ապրում է ազնվությամբ սիրով, քան մեկը, ով ապրում է սուտ, արտաքին տեսքը պահպանելու համար։ Նա շրջվեց դեպի Մարինեն։ Նրա հայացքը մեղմացավ։ Այս երիտասարդ կինը, ասաց Հեղինեն, մատնացույց անելով Մարինեին, ով ուզում էր կծկվել անհետանալ, շաբաթներ շարունակ դիվականացվել է։ Նրան անվանել են օպորտունիստ, տուն քանդող ավելի վատ բաներ։ Եվ գիտեք, թե ինչ է նա արել, մինչ այդ ամենը կատարվում էր։ Նա շարունակել է խնամել իմ թոռնուհիներին սիրով նվիրումով։ Նա մնացել է իմ որդու կողքին, նույնիսկ երբ շատ ավելի հեշտ կլիներ փախչել։ Սա, իմ սիրելիներ, բնավորությունը։ Սենյակում լռությունը բացարձակ էր։ Պողոսն առաջինը վեր կացավ։ Նա քայլեց դեպի այնտեղ, որտեղ նստած էր Մարինեն, նյարդայնությունից կարծրացած, ձեռքը մեկնեց։ Բարի գալուստ ընտանիք, Մարինե։ Այս անգամ պաշտոնապես։ Մարինեն արցունքներով նայեց մեկնված ձեռքին, ապա սեղմեց այն։ Կարինեն, Պողոսի կինը, նույնպես վեր կացավ, Մարինեին քաշելով գիրկը։ Մենք կօգնենք ձեզ նավարկել այս խելագարության միջով, մրմնջաց նա։ Խոստանում եմ։ Մեկ առ մեկ ընտանիքի անդամները սկսեցին մոտենալ։ Ոչ բոլորն էին ջերմ, ոմանք դեռս տեսանելի վերապահումներ ունեին, բայց սառույցը կոտրվել էր։ Ալեքսանյանների ընտանիքը, իր բոլոր թերություններով, բարդություններով, ընտրում էր աջակցել Ռուբենին։ Եվ, ընդլայնմամբ, ընտրում էր ընդունել Մարինեին։ Ռուբենը դիտում էր ամեն ինչ, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Նա մոտեցավ մորը ամուր գրկեց նրան։ Շնորհակալություն, մայրիկ, մրմնջաց նա։ Հեղինեն քնքշորեն շոյեց որդու դեմքը։ Դուք ինձ ձեր պապին եք հիշեցնում, ասաց նա։ Նա նույնպես սիրով ամուսնացավ, ընտանիքի կամքին հակառակ։ Այն ժամանակ հսկայական սկանդալ առաջացրեց։ Եվ դա ամենաերջանիկ ամուսնությունն էր, որ ես երբեք տեսել եմ։ Այդ գիշերը շրջադարձային էր։ Ընտանիքի կողմից Ռուբենին հրապարակային աջակցելուց հետո պատմությունների տոնը սկսեց փոխվել։ Հեղինեն օգտագործեց իր կապերն ու ազդեցությունը, պատմությունը վերահսկելու համար։ Ոչ թե թաքցնելու, այլ մարդկայնացնելու համար։ Սիրո մասին իսկական պատմություններ սկսեցին հայտնվել, երջանկությունը սոցիալական կոնվենցիաներից վեր դասելու իրավունքի մասին։ Դեռս դատողություններ կային, դեռս կային մարդիկ, ովքեր չէին հավանություն տալիս, բայց հիմա նա պաշտպաններ կային։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Մարինեն նորից սկսեց շնչել։ Սկսեց հավատալ, որ գուցե, պարզապես գուցե, դա իսկապես կարող էր աշխատել։ Հենց մի հանգիստ գիշեր էր, նշանադրության խզումից 2 ամիս անց, որ Վալենտինան Սոֆյան մի հայտնագործություն արեցին։ Մարինեն Ռուբենը գրադարանում էին, միասին նստած բազմոցին, նրանց ձեռքերը միահյուսված, մինչ նրանք մեղմորեն խոսում էին։ Նրանք չլսեցին աստիճաններով իջնող փոքրիկ քայլերը, չնկատեցին դռան մոտ կանգնած 2 պիժամայով փոքրիկ կերպարներին, ովքեր դիտում էին։ Սոֆյան առաջինը խոսեց, ձայնը քնկոտ շփոթված։ Մարինե։ Ինչու։ Էկ հայրիկի հետ ձեռք ձեռքի տված։ Մարինեն Ռուբենը արագ բաժանվեցին, երկուսն էլ կարմրելով, կարծես դեռահասներ լինեին, ովքեր բռնվել էին սխալ բան անելիս։ Աղջիկները մտան գրադարան, հետաքրքրասեր շփոթված։ Վալենտինան նայում էր մեկից մյուսին, մշակելով տեսարանը։ Աղջիկներ, սկսեց Ռուբենը, ձայնը տատանվող։ Եկեք այստեղ։ Մենք պետք է ձեզ հետ խոսենք։ Երկվորյակները բարձրացան բազմոցի վրա, մեկը յուրաքանչյուր կողմից։ Մարինեն զգում էր, որ իր սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ համոզված էր, թե բոլորը կարող էին լսել դա։ Սա այն պահն էր, որից նա ամենաշատն էր վախենում։ Իսկ եթե աղջիկները չընդունեին։ Իսկ եթե իրենց դավաճանված զգային։
Դուք գիտեք, որ Մարինեն խնամում է ձեզ, Ռուբենը զգուշորեն սկսեց։ Եվ գիտեք, որ նա շատ է սիրում ձեզ։ Երկու աղջիկներն էլ գլխով արեցին, նայելով Մարինեին այդ մեծ ու վստահ աչքերով։ Եվ դուք գիտեք, որ ես էլ եմ շատ սիրում ձեզ։ Ավելի շատ գլխի շարժումներ։ Դե, պատահում է, որ… Ռուբենը նայեց Մարինեին, աջակցություն փնտրելով։ Նա քաջալերողորեն գլխով արեց։ Պատահում է, որ ես էլ եմ սկսել սիրել Մարինեին։ Այլ կերպ։ Այնպես, ինչպես մեծահասակներն են սիրում միմյանց։ Ինչպես էիք սիրում մորաքույր Ֆլորային, հարցրեց Վալենտինան։ Ոչ, Ռուբենը հաստատակամորեն ասաց։ Ոչ այնպես, ինչպես սիրում էի Ֆլորային։ Սա տարբեր է։ Սա իսկական է։ Մի պահ լռություն տիրեց, մինչ աղջիկները մշակում էին դա։ Ապա Վալենտինան, միշտ ամենաուղիղը, հարցրեց. Ուրեմն Մարինեն կլինի մեր նոր մայրիկը։ Մարինեն խեղդվեց, արցունքները սկսեցին հոսել, մինչ նա կկարողանար դրանք վերահսկել։ Ռուբենը ժպտաց, սեղմելով նրա ձեռքը։ Եթե նա ուզենա, եթե դուք ուզենաք, ապա այո։ Միգուցե մի օր։ Սոֆյան շրջվեց դեպի Մարինեն, իր փոքրիկ աչքերը լուրջ։ Դուք կգնաք։ Ինչպես մորաքույր Ֆլորան գնաց։ Երբեք, Մարինեն ջերմորեն ասաց, աղջկան քաշելով գիրկը։ Ես երբեք չեմ թողնի ձեզ։ Խոստանում եմ։ Վալենտինան երկար լուռ մնաց, իր փոքրիկ դեմքը մտածկոտ էր։ Ապա, բոլորի լիակատար զարմանքին, նա ժպտաց։ Մենք արդեն ասում էինք, որ ուզում էինք, որ դուք ընդմիշտ մնաք, ասաց նա։ Նույնիսկ մեկ անգամ ասել ենք, ես Սոֆյան, որ լավ կլիներ, եթե դուք ամուսնանայիք հայրիկի հետ։ Բայց մենք կարծում էինք, որ դա պարզապես երեխայի երազանք է։ Ռուբենը ծիծաղեց, թեթացումով ուրախությամբ լի ծիծաղով։ Երբեմն երեխաների երազանքներն իրականություն են դառնում։ Աղջիկները պայթեցին հարցերով։ Երբ կլինի հարսանիքը։ Մարինեն գեղեցիկ զգեստ կհագնի։ Նրանք կարող էին հարսնաքույրեր լինել։ Ռուբենը Մարինեն պատասխանում էին ծիծաղի արցունքների մեջ, թեթացումը այնքան մեծ էր, որ գրեթե ֆիզիկական էր։ Երբ աղջիկները վերջապես վերադարձան քնելու, ավելի ոգորված, քան երբ իջել էին, Ռուբենը Մարինեին քաշեց իր գիրկը։ Նրանք ընդունեցին, մրմնջաց նա, զարմացած։ Նրանք իսկապես ընդունեցին։ Իհարկե ընդունեցին, ասաց Մարինեն, ժպտալով արցունքների միջով։ Նրանք խելացի են իրենց տարիքի համար։ Կարողանում են ճանաչել իսկական սերը։ Ռուբենը համբուրեց նրան, մի քաղցր համբույր, լի խոստումներով։ Իսկ դուք, հարցրեց նա, երբ բաժանվեցին։ Դուք ընդունում եք լինել այս խելագար ընտանիքի մի մասը։ Լինել իմ դուստրերի մայրը։ Լինել իմ կինը։ Մարինեն նայեց նրան, այն մարդուն, ով իր աշխարհը գլխիվայր էր շրջել, ով ընտրել էր սերը հարմարավետության փոխարեն, ճշմարտությունը արտաքին տեսքի փոխարեն։ Այո, ասաց նա պարզապես։ Ամեն ինչի համար։ Այո։ Հաջորդող ամիսները հույզերի փոփոխությունների մրրիկ էին։ Ռուբենը Մարինեին ընդունեց մանկավարժական ֆակուլտետ, ինչը նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավոր չէր համարել։ Հիմա դուք նույնպես կհետապնդեք ձեր սեփական երազանքները, ասաց նա, երբ հայտնեց նրան լուրը։ Դասերը սկսվեցին, Մարինեն նոր աշխարհ բացահայտեց, հնարավորությունների աշխարհ, որը նա երբեք չէր պատկերացրել իր համար։ Դժվար էր հավասարակշռել ուսումը աղջիկների խնամքի հետ, բայց նա վճռական էր։ Եվ Ռուբենը նրան աջակցում էր ամեն քայլափոխի։ Ամուսնության առաջարկի ամսաթիվը զգուշորեն պլանավորվեց։ Ռուբենը ուզում էր, որ դա լիներ հատուկ, հիշարժան։ Նա առանձնատան տերասը վերածեց հեքիաթային տեսարանի։ Հեքիաթային լույսերը փաթաթված էին սյուներին, մոմերը լուսավորում էին ճանապարհը, ծաղիկներ կային ամենուր։ Կենտրոնում սեղան էր պատրաստված երկուսի համար, լավագույն ջենապակյով, բյուրեղապակյով։ Մարինեն լիովին զարմացավ, երբ Ռուբենը նրան տարավ։ Այնտեղ նա ընդամենը պարզ զգեստ էր հագած, օրն անցկացրել էր, սովորելով աղջիկներին խնամելով։ Ռուբեն, ինչ է այս ամենը։ Դա ձեզ համար է, ասաց նա պարզապես։ Մեզ համար։ Նրանք ընթրեցին աստղերի տակ, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին, ծիծաղելով ներքին կատակներից, պլանավորելով ապագան։ Երբ աղանդերը հասավ, Ռուբենը վեր կացավ, ձեռքը մեկնեց նրան։
Մարինեն ընդունեց այն շփոթված, նա նրան տարավ տերասի եզրին, որտեղից նրանք կարող էին տեսնել Երան քաղաքը, որը անվերջ ձգվում էր իրենց առջ։ Գիտեք, սկսեց Ռուբենը, դեռ բռնելով նրա ձեռքը, ես իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ հետելով սցենարի։ Ես արեցի այն, ինչ ակնկալվում էր, ընտրեցի անվտանգ ճանապարհը, երբեք չռիսկացա։ Եվ գիտեք, թե դա ինձ ինչ է բերել։ Դատարկ կյանք։ Մինչ դուք։ Մարինեն զգաց, որ արցունքները սկսում են գոյանալ։ Դուք իմ կյանք մտաք պատահաբար։ Բառացիորեն։ Մի սխալ դուր, շփոթության մի պահ։ Բայց այդ սխալը լավագույն բանն էր, որ երբե պատահել է ինձ հետ։ Նա ծնկի իջավ, Մարինեն ձեռքը տարավ բերանին, սիրտը գրեթե կանգ առավ։ Որովհետև դուք ինձ սովորեցրիք, թե ինչ է իսկապես ապրելը։ Ինձ սովորեցրիք իսկապես սիրել, լինել ավելի լավ հայր, լինել ավելի լավ մարդ։ Նա գրպանից մի փոքրիկ տուփ հանեց, բացելով այն, բացահայտելով պարզ, բայց գեղեցիկ մատանի, հենց այնպիսին, ինչպիսին Մարինեն կսիրեր։ Մարինե, դուք ընդունում եք ինձ։ Ընդունում եք կյանք կառուցել ինձ հետ։ Ընդունում եք լինել իմ դուստրերի մայրը, իմ գործընկերը, իմ կինը։ Ընդունում եք ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը դարձնել։ Մարինեն հիմա բացահայտ լացում էր, անկարող բառեր ձավորելու։ Նա պարզապես խելագարորեն գլխով արեց, փորձելով այո ասել հոգոցների միջով։ Ռուբենը ծիծաղեց, մատանին սահեցրեց նրա մատին, ապա վեր կացավ, խորը համբուրելու նրան։ Ինչ-որ տեղ նրանց հետից նրանք ուրախության բացականչություններ լսեցին։ Մարինեն շրջվեց, տեսնելու Վալենտինային Սոֆիային, ովքեր վազում էին դեպի իրենք, դեռս պիժամայով, նրանց հետում էին Հեղինեն, Պողոսը, Կարինեն ընտանիքի մի քանի այլ անդամներ։ Բոլորն այնտեղ էին, բոլորը մաս էին կազմել անակնկալի։ Աղջիկները նետվեցին Մարինեի վրա, գրկելով նրա ոտքերը։ Հիմա դուք կլինեք մեր իսկական մայրիկը։ Բղավեց Վալենտինան։ Ընդմիշտ։ Լրացրեց Սոֆյան։ Մարինեն ծնկի իջավ, ամուր գրկելով երկու աղջիկներին, Ռուբենը ծնկի իջավ նրանց կողքին։ Նրանք այդպես մնացին, չորսը միավորված գրկախառնության մեջ, մինչ ընտանիքը ծափահարում էր, քաղաքը փայլում էր նրանց ներքում։ Հարսանիքը նշանակված էր 3 ամիս անց։ Մարինեն ուզում էր ինչ-որ փոքր մտերմիկ բան, բայց Ալեքսանյանների ընտանիքը ոչինչ փոքր չէր անում։ Համաձայնությունը եղավ տոնել առանձնատան այգում, միայն մտերիմ ընտանիքով, մտերիմ ընկերներով։ Մոտ 80 հոգի, ինչը Ալեքսանյանների համար փոքր էր համարվում։ Մարինեն ընտրեց պարզ, բայց էլեգանտ զգեստ, առանց չափազանցությունների։ Նա չէր ուզում թվում լինել մեկը, ով չէր։ Հեղինեն օգնեց նրան գտնել կատարյալ զգեստը, սպիտակ ժանյակով մոդել, որը նրան գեղեցիկ էր զգացնում, առանց զգեստավորված լինելու։ Հարսանիքի առավոտը գեղեցիկ լուսացավ, անամպ կապույտ երկնքով։ Մարինեն նյարդային էր, ձեռքերը դողում էին, մինչ Կարինեն օգնում էր նրան հագնվել։ Դուք պատրաստ եք դրան։ Կարինեն մեղմորեն հարցրեց։ Մարինեն իրեն նայեց հայելու մեջ։ Ծայրամասի աղջիկը, ով եկել էր Երան, հին ճամպրուկով հույսով լի սրտով, հիմա անճանաչելի էր։ Ոչ միայն զգեստի դիմահարդարման պատճառով, այլ աչքերի։ Այնտեղ լույս կար, որը նախկինում չկար, վստահություն, որը գալիս էր իսկապես սիրված ընդունված լինելուց։ Ես պատրաստ եմ, պատասխանեց նա։ Ես պատրաստ եմ։ Աղջիկները մտան այնուհետ, գեղեցիկ իրենց նուրբ վարդագույն երանգի հարսնաքույրի զգեստներով։ Նրանք վարդի թերթիկներով զամբյուղներ էին կրում անդադար պտտվում էին, տեսնելու, թե ինչպես են զգեստները պտտվում։ Դուք այնքան գեղեցիկ եք, Մարինե։ Բացականչեց Սոֆյան։ Դուք իսկական արքայադուստր եք թվում, համաձայնեց Վալենտինան։ Դուք էլ եք գեղեցիկ, ասաց Մարինեն, զգուշորեն գրկելով երկուսին, զգեստները չկնճռոտելու համար։ Պատրաստ եք դրան։ Ավելի քան պատրաստ, Վալենտինան վճռականորեն ասաց։ Մենք շատ երկար ենք սպասել, որ դուք լինեք մեր իսկական մայրիկը։ Արարողությունը պարզ էր, բայց հուզիչ։ Պողոսը Մարինեին առաջնորդեց այգու ճանապարհով մինչ այնտեղ, որտեղ Ռուբենը սպասում էր զոհասեղանի մոտ, այնքան գեղեցիկ իր կոստյումով, որ Մարինեն գրեթե մոռացավ շնչել։ Աղջիկները հետում էին նրանց, թերթիկներ նետելով ավելի մեծ ոգորությամբ, քան տեխնիկայով։ Երթումները անձնական էին անկեղծ։ Ռուբենը խոստացավ այլս երբեք նրան անտեսանելի չթողնել, այլս երբեք իր սերն ու ուշադրությունը որպես երաշխիք չընդունել։ Խոստացավ լինել այն մարդը, ում նա արժանի էր, այն հայրը, ում իր դուստրերն արժանի էին։
Մարինեն խեղդված, բայց հաստատուն ձայնով խոստացավ սիրել նրա դուստրերին, կարծես իր սեփական արգանդից ծնված լինեին։ Խոստացավ մնալ նրա կողքին փոթորիկների խաղաղության մեջ, սկանդալների հաղթանակների մեջ։ Խոստացավ լինել նրա գործընկերը ամեն ինչում։ Երբ հոգորականը վերջապես նրանց ամուսին կին հռչակեց, համբույրը ծափահարվեց նշվեց բոլոր ներկաների կողմից։ Աղջիկները վազեցին գրկելու նրանց, ստեղծելով մի պահ, որը լուսանկարիչը կատարելապես ֆիքսեց։ Նոր ընտանիք, միավորված ոչ արյունով կամ պարտավորությամբ, այլ իսկական սիրով։ Հաջորդած երեկույթը ուրախ էր անկաշկանդ։ Մարինեն պարեց Ռուբենի, Պողոսի, նույնիսկ Հեղինեի հետ, ով զարմանալիորեն անհավանական պարային քայլեր ուներ։ Բայց ամենահատուկ պահը այն էր, երբ նա պարեց երկվորյակներից յուրաքանչյուրի հետ, նրանց գրկած, մինչ նրանք պտտվում էին այգում։ Երբ գիշերն ընկավ, հյուրերը սկսեցին հեռանալ, Մարինեն Ռուբենը մնացին այգում, գրկախառնված, դիտելով աստղերը։ Աղջիկները վերջապես քնել էին տանը, հոգնած այդքան հույզերից։ Երջանի՞ք, հարցրեց Ռուբենը, համբուրելով նրա գլխի վերը։ Ավելի քան երբեք կարծում էի, որ հնարավոր է, Մարինեն անկեղծորեն պատասխանեց։ Ռուբենը շրջեց նրան, իրեն դիմաց դնելու համար, ձեռքերը նրա դեմքին։ Գիտեք, թե ինչ ասացի այդ գիշեր։ Երբ սխալ սենյակ մտա առաջին անգամ տեսա ձեզ։ Մարինեն գլխով արեց, հետաքրքրասեր։ Ես ասացի, որ դա իմ կյանքի լավագույն սխալն էր։ Եվ այսօր, նայելով այս ամենին, այն ընտանիքին, որը մենք կառուցեցինք, այն սիրուն, որը մենք գտանք, ես կարող եմ բացարձակ վստահությամբ ասել, որ դա սխալ չէր։ Դա ճակատագիրն էր։ Հենց այն էր, ինչ պետք է պատահեր։ Մարինեն ժպտաց երջանիկ արցունքների միջով։ Ապա ես շնորհակալ եմ ճակատագրին։ Ինձ այստեղ բերելու, ինձ ձեզ տալու, ինձ աղջիկներին տալու համար։ Ինձ ընտանիք տալու համար։ Նրանք համբուրվեցին այնտեղ, աստղերի տակ, շրջապատված իրենց տոնակատարության հետքերով։ Եվ իրենց կյանքում առաջին անգամ երկուսն էլ իրենց լիովին ամբողջական էին զգում։ Ոչ թե որովհետև գտել էին կատարյալ մարդուն, այլ որովհետև գտել էին ճիշտ մարդուն։ Այն մարդուն, ով ստիպում էր նրանց ցանկանալ ավելի լավը լինել, ավելի լավ անել, ավելի լավ սիրել։ Կյանքը միշտ հեշտ չէր լինի։ Դեռս կլինեին դատողություններ, դեռս կլինեին մարտահրավերներ։ Մարինեն դեռս կբախվեր մարդկանց, ովքեր կհարցականի տակ։ Գտնեին նրա տեղը արտոնությունների այդ աշխարհում։ Դեռս կլինեին դժվար օրեր, վեճեր, կասկածի պահեր։ Բայց ամեն ինչի միջով նրանք ընտրեցին մնալ։ Ընտրեցին պայքարել այն սիրո համար, որը գտել էին։ Ընտրեցին կառուցել միասին կյանք, աղյուս առ աղյուս, օրեցօր։ Եվ վերջում ոչ թե հարստությունը կամ կարգավիճակն էր, որ նրանց երջանիկ դարձրեց։ Դա սերն էր։ Իսկական, անկեղծ սեր, որն ընդունում է թերությունները, նշում առաքինությունները։ Սեր, որը փոխակերպում է, բուժում, ազատում։ Մարինեն հաճախ էր մտածում այդ գիշերվա մասին, տարիներ առաջ, երբ սխալ սենյակ էր մտել այնտեղ գտել Ռուբենին։ Եթե ինչ-որ մեկը նրան այդ պահին ասեր, որ այդ սխալը լիովին կփոխի իր կյանքը, որ կտանի նրան ընտանիքի, ամուսնության, երջանկության, որը նա երբեք հնարավոր չէր երազել, նա երբեք չէր հավատա։ Բայց կյանքը զվարճալի միջոց ունի մեզ զարմացնելու համար։ Երբեմն սխալները իրականում քողարկված ճիշտ քայլեր են։ Երբեմն այն ճանապարհները, որոնք մենք երբեք չէինք պլանավորել հետել, հենց այն ճանապարհներն են, որոնք մեզ տուն են տանում։ Եվ Մարինեի համար տունն այլս վայր չէր։ Դա մարդիկ էին։ Դա Ռուբենն էր, Վալենտինան, Սոֆյան, Հեղինեն, Պողոսը, Կարինեն, Ալեքսանյանների ամբողջ ընտանիքը, ովքեր նրան ընդունել էին սիրով։ Դա այն կյանքն էր, որը նրանք միասին կառուցել էին, բոլոր հնարավորությունների դեմ։ Այդ գիշեր, երբ նա պառկած էր ամուսնու կողքին, լսելով նրա մեղմ շնչառությունը քնած ժամանակ, Մարինեն շշնջաց երախտագիտության աղոթք տիեզերքին։ Երախտագիտություն այդ սխալ դռան համար, այդ շփոթության պահի համար, այդ կատարյալ սխալի համար, որը ամեն ինչ փոխել էր։ Որովհետև երբեմն կյանքի ամենամեծ նվերները գալիս են պատահականությունների քողարկումով։ Եվ երբեմն իսկական սերը սպասում է հենց այնտեղ, որտեղ մենք ամենաքիչն ենք ակնկալում այն գտնել։ Մենք պարզապես պետք է քաջություն ունենանք բացել դուռը, նույնիսկ երբ կարծում ենք, որ այն սխալն է։ Եվ Մարինեն, ծայրամասի աղջիկը, ով դարձել էր միլիոնատիրոջ կինը, երկու թանկարժեք աղջիկների մայրը, այն կինը, ով գտել էր իր տեղն աշխարհում, բացարձակ վստահությամբ գիտեր, որ ի վերջո բացել էր ճիշտ դուռը։
Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռուբենի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։